Թերես, պրիվետ, ոնց ես։ Լավ, Ես էլ լավ։ Մի քիչ խոսենք մեր արտասահմանյան գրականության ամբիոնից, տեսնենք այդ ովքեր են էլի այդտեղից դուրս գալիս, ինչ մարդիկ են, ինչ են շնչում, այդ ինչի է այդ ամբիոնը սկսել խանգարի, կամ ինչի են մեզ մեծամիտ համարում, կամ առհասարակ այդ մասնագիտությունը պետք է թե չէ։ Պատմեք մի քանի բարձր մասին։ merci. Ոնց ասեմ։ Ամենակարևոր փաստերի մասին ես դուրս եմ եկել արտասահմանյան գրականության ամբիոնից։ Այսքան։ Ու ինչ ինչպիսին մտար եւ ինչպիսին դուրս եկար։ Առաջի տպավորությունը ես մտա ամբիոն, այդ զարմանքներ, որ դասախոսը կարող է ուսանողի հետ խոսել, ինչպես հավասարը հավասարի հետ։ Հարգանքով, սիրով, ջերմությամբ, գնահատանքով։ Չնայած ասի առնեմ փաստը, որ ես եւս 4 տարի ուղղակի մի հատ վերև եմ սովորել։ Չէ, չեմ ուզում քննադատել այս բանի ոչ մեկին, պարզապես 4 տարի բակալավրը եղել է կյանքի ոչ լավագույն շրջանը, բնականաբար, իսկ մագիստրատուրայում հաստատել եմ իրականում ինձ ուսանողական կյանքի հրաշքություն ասենք ասում, հա, ինքը ասել է ուսանողական կյանք, ինչպես կարելի է վայելել ուսանողական կյանքը։ Այդ թերես որ Բնականաբար արտաքին սոցիալիստ ինքնաճանաչողության բարձր գիտակցումով, ներդաշնակության զգացումով, բնականաբար մի քիչ շրջապատի համար չհաստատված տարբերակ։ Այս հասկացված լինելը մի քիչ մեկնաբանենք, որտեվ վերջերս գիտես վերջերս որոշել էի, որ ես կարոտել եմ ինչ-որ խորքային զրույցները, որ իմ կյանքում այդպես զրույցները պակասում են։ Ու որոշել էի գնամ ինչ-որ տեղեր, որտեղ խելացի մարդիկ են հավաքվում։ Տենց գնացի տարբեր ֆորումների, ինչ-որ բաների մասնակցեցի եւ այլն, ցանցրացած կիսահորանջերով հետ եմ եկել, ոչ մեկի չեմ ուզում թերագնահատել եւ այլն, որովհետեւ բոլորը յուրովի հետաքրքիր մարդիկ են ու բնականաբար նման տեղերում ես չեմ հասցրել խորքային շփվել էլի մարդկանց հետ, բայց ինչ որ մի բան կա, զրույցների ինչ որ մի տեսակ կա, որը ստացել եմ միայն մեր ամբիոնում ու այսպես հատուկենտ մարդիկ կան, որոնց հետ էլի այդ վայբը կարողանում են բռնել, բայց իրենք շատ քիչ են։ Այնպես է ես ասեի, ինձ խորքային ֆիզիկական զրույցներ, հոգեբանական գնա արտասահմանյան գրականության ամբիոն, որովհետև մենակ այդ պատերի ներքուն դու կարող ես գտնել այն մարդկանց այդ գիտելիքների կրողներին, ում հետ դու կարող ես այդ զրույցները վարել, որովհետև այդ պատերից դու չես գտնելու այդ մարդկանց, իսկ եթե գտնես, վերջում պարզվելու որ ինքը ինձ այդ ամբիոնից է դուրս է եկել։ Հա, կամ ունի ինչ-որ տարբերակ, ուղղակի այդ տարբերակ կա։ Ամեն ինչը պատտվում է հենց այդ ամբիոնից դուրս։ բայց ոնց այդպես ստացվեց։ Գիտես, կյանքում sense մի բան կա, դու ոչ թե պետք է մենակ կրողը լինես, այլ նաև պետք է փոխանցողը լինես։ Այդ մարդիկ եղել են կրողները, տվել են մեզ, փոխանցել են մեզ։ Շկոլա կա։ Կա, այո, Շկոլա այդ ասված է շկոլա։ դպրոց։ Այո։ Քանի այդ շկոլան։ Բայց եթե այդ շկոլան չի լինում նաև փաստորեն խորքային զրույցները, այսինքն չի լինում այդ խորքային զրույցների կրողները, այն գիտելիքի կրողները, որոնք որ հենց այդտեղից պետք է դուրս գան, որպեսզի լինեն այդ գիտելիքների կրողները։ Մի քիչ շատ բարդ բան է, որովհետև այնպես չի, որ մարդ կարող է ինքնուրույն հասնել դրան, բայց խոսքը այստեղ մենակ ընթերցանության մասին չի, վերցնես դնես կարդացի, բայց արդյոք հարց է հասկացար դա հենց այնպես ինչպես պետք է։ Լավ, մենք ինչ էինք անում, որ հասկանանք, հիշում ես։
Ասենք էի միֆոլոգիա անում։ էին կարդում, հա, օրինակ հին հունական միֆերն էին Ես կարդում այդտեղ։ հիշում եմ իմ ավարտական քննությունը արտասահմանյան գրականության, հա, ավարտական քննությունն եմ հիշում։ Ա, Դե հիշում եմ առհասարակ արտասահման գրականության բոլոր դասերը հիշում եմ, բայց արտասահմանյան գրականության 4-րդ կուրսի, բակալավրի 4-րդ կուրսի քննությանը վերջինն էի պատասխանում։ Ու երբ լսարանից դուրս եկա բարձր գնահատականով, իմ մեջ sense մի հատ միտք առաջացավ, քիչ չէ, ես բռնեցի այն մտքի վրա, որ մենք գրականություն չենք սովորում, մենք պատմություն ենք սովորում, որովհետև երբ մենք գիրք ենք կարդում, մենք չենք կարդում մենակ սյուժեն, ինչի գրվեց այդ գիրքը, ինչ ժամանակաշրջանում պատմական ստեղծվեց այդ գիրքը, ինչի համար ստեղծվեց, ինչ էր ուզում ասել, որն էր հիմնական գաղափարը, այսինքն այդ գիրքը քանդում հավաքում էինք։ Շատ հաճախ մարդիկ մտածում են, դե այդ ամբիոնը ավարտում է գիրք եք էլի կարդում, փող պիտի տաք, որ գիրք կարդաք, բայց մենք գիրք չէինք կարդում։ Հիշում ես այն հանրագիտարները, Ահա, սենց ժամանակաշրջանի ու մեր բոլոր այո, հարցաշարերում հարցեր կային էլի 18-րդ դարի քաղաքական տնտեսական իրավիճակը էս ինչ երկրում չգիտեմ ինչ դե գնաք քաղաքագիտություն եւ տնտեսագիտություն սովորի կամ բարոյական հասարակական վիճակը չգիտեմ Ժան-Ժակ Ռուսոյի արտասահմանյան գրականության ամբիոնը մեզ տվել է իսկապես ակադեմիական կրթություն, այսինքն բոլոր ոլորտներից գաղափար է տվել։ Այսինքն եթե մեզ հետ փորձեն խոսել, չգիտեմ, փիլիսոփայությունից խոսելու ես, հոգեբանությունից խոսելու ես, տնտեսագիտությունից խոսելու ես, մշակույթից խոսելու ես, պատմությունից խոսելու ես, խոսքը ճիշտ մենակ հայոց ասում պատմություն չի, համաշխարհային պատմությունից խոսելու ես։ Այսինքն չկա մի թեմա, որից խոսեն ինչ որ մի տեղ, ու դու չկարողանաս այդ թեմային մասնակցես։ մենք հասարակ անցնում ենք գրականություն եւ հոգեբանություն Նատալի Կարենովնայի առարկան ու իդեպ ես հենց Նատալի Կարենովնայի մոտ եմ պաշտպանել իմ մագիստրոսական թեզը ու հետագայում նաև երբ ասպիրանտուրա ընդունվեցի տեխնացուականս է իր մոտ գրում ափսոս չավարտեցի տեսնես նա որ այդ սխալ ուղղել ցերես ես վերջերս սիրտս ուզում է տեխնացուականս ավարտել ինչ որ էս խալացանքներից հետ ամեն դեպքում մենք սովորել ենք Ֆրեյդ, Էդիպյան Բարդույթ, կարդացել ենք տարբեր ինչ-որ էսսեներ եւ այլն հոգեբանական, հավաքել ենք որոշակի պաշար ու ես դրանով գնացել եմ սովորելու կլինիկական հոգեբանություն։ Մի խոսքով սովորում եմ կլինիկական հոգեբանություն, այնտեղ պարզվում է, որ պետք է կարդալ Ֆրեյդ, իսկ մենք Ֆրեյդից բացի մի գիրք կար, որ այսպես աստվածացնում էինք ոսկե ճյուղը, Ջեյմս Ջորջ Ֆրեզերի գիրքը, որտեղ ինքը տարբեր այսպես երկրների միֆեր, առասպելներ, այդ ավանդույթներ, բաներ էր հավաքել ու բացում ես կարդում ես Ֆրեյդի գրքին, ինքը հղումներ ա անում Ֆրեզերի գրքին, ու մենակ Ֆրեզերի գրքին չէ, էլի այնտեղ լիքը ուրիշ բաներ կա։ Բացի այն, որ ինքը շատ օրինակ հղվում է հին հունական միֆերին, իսկ մենք այդքան կարդացել ենք անտիկ հունական դրաման, Հոմերոս, Ոդիսական, Իլիական եւ այլն եւ այլն։ Բայց բացի այդ Յունգ, որի հիման վրա վերլուծում ենք Հեսեի ստեղծագործություններ, էլի տարբեր ստեղծագործություններ, այսինքն ես գնացել եմ համալսարան, չունենալով հոգեբանական կրթություն, բայց տեղյակ լինելով լիքը բանից, որ հոգեբանության մեջ կատարվում է, որովհետև նաև նույն Տիկին Սեթրակյանի ժամին գրականություն եւ փիլիսոփայություն, մենք ինչ փիլիսոփա ասես չկարդացինք, հետո որ օրինակ էքզիստենցիալ հոգեբանություն էին կարդում, օրինակ բացում ես Յալոմի գրքերից մեկը, որը ինքը իր աշխատանքը գրել է հանճարեղ էքզիստենցիալ հոգեբանա, չէ, այսպես տակի հղում տված գրքերը կարդում ես հատ առ հատ մեր հոգեբանություն եւ փիլիսոփայություն առարկայի գրքերն են։ Այսինքն ես չեմ կարդացել Յալոմ, բայց ես կարդացել եմ այն գրքերը, որոնց հղվել է Յալոմը իր գիրքը գրելիս։ Ու դա շատ այսպես հետաքրքիր պրիզմա տվեց հոգեբանությանը ու այսինքն իսկապես ցանկացած հումանիտար ուղղություն գրականությունից հետո հեշտ է ստացվում։ Այսինքն պատկերացնում եք ինչ որ քաղաքագետի, որ օրինակ Ժան-Ժակ Ռուսոն չգիտի ով է կամ Վոլտերը Հարցս չգիտի տալիս։ ով է։ Գերոսի ինչ-որ քաղաքագետի, ով որ չգիտի Ժան-Ժակ Ռուսոնով, հա։ Հա, պատկերացնում։ Լիքը։ Ասեմ ավելի, լիքը։ Հա, կամ օրինակ Կանը դու կարող ասի, այդ ինչ դերասան է, ինչ կինոներում ա խաղաց։ Ես սպասում եմ նման։
Կամ ասենք էպոսներ ենք չէ կարդում։ Էպոսը ի՞նչ է, տվյալ ժողովրդի հետ է չէ կապված, քաղաքակրթության հետ է կապված, ոնց կարես դու կարդաս էպոս, չուսումնասիրես ժամանակաշրջան։ Այսինքն կա կարդալ եւ կա կարդալ, վերլուծել ու հասկանալ, դատել եւ քննադատել, կա processing։ Մենք Ինձ սովորել ենք գիրք processing-ը։ գիրք կարդալ սովորացրել է, նո գիրք կարդալ, մեր իմացած գիրք կարդալը, հա, այն քանդել, հավաքել ձևով ժամանակաշրջանով։ Ինձ սովորացրել է պարոն Սիմյանը։ Եթե անկեղծ լինեմ, պարոն Սիմյանը դեռ բակալավրի տարիներից։ Ու իրան նա եղել գաղափարը, ինձ մեր վերջի քննությանը 4-րդ կուրսի վերջին քննությանը Իրանը եղավ գաղափարը հարցրեց. իսկ ինչի՞ չես գալիս մագիստրատուրան արտասահմանյան գրականության ամբիոն։ Հավատա, այդ մի նախադասությամբ ինքը իմ ողջ կյանքի ընթացքը փոխել է։ Հենց այդ մեկ մի նախադասությամբ, իսկ ես էլ լինելով բնականաբար իմ դասախոսի լսող անձնավորություն, դե պարոն Շիմյանը շատ եմ սիրում։ Գնացի այնտեղ, որտեղ պետքա գնայի։ Ու իսկապես կյանքս փոխվեց։ Հա, այդ ես էլ հենց առաջի կուրսից գիտեի, որ մագիստրատուրան տարբերում արտասահմանյան գրականություն, որովհետև ամենահետաքրքիր առարկաները արտասահմանյան գրականության առարկաներն են։ Օրինակ նշանագիտություն, օրինակ հերմենևտիկա, լեզվաբանությունից օրինակ այդքան սոսյուր անցանք, բայց վերջում եկանք մագիստրատուրա, այդտեղ պարոն Առաքելյանն էր մեզ տալիս հարաբերական համեմատական գրականագիտություն ու այդտեղ տարբեր մեթոդներ էինք անցնում գրական տեքստերը իրար հետ համեմատելու։ Մենք այդտեղ այնպիսի լեզվաբանական հենց գործիքների սկսեցինք տիրապետել, որոնց էլի ես կհամարձակվեմ ասել, անցանք նաև հոգեբանությունից, նեյրոլեզվային ծրագրավորումից, լականի տեսություններից։ Արտասահմանյան գրականության ամբիոնը, հա, նո, արտասահմանյան գրականությունը առհասարակ պետքա ոչ միայն մագիստրատուրա, մենակ մագիստրատուրայով սահմանափակվի, ինքը պետքա ունենա բակալավր։ Ինքը պետքա լինի, Անկեղծամեն կարծում եմ ինքը պետքա լինի ինչ որ գրողական արվեստի եւ չգիտեմ քննադատական մտքի ֆակուլտետ նման ինչ որ մի բան, որովհետեւ հաղորդակցությունը Այնպես չէ, որ ասում են լեզու եւ գրականություն, գերմաներեն լեզու եւ գրականություն, չգիտեմ, իսպաներեն լեզու եւ գրականություն, այն որ դու ասում ես լեզվաբանություն, կողքից նաեւ գրականություն ես ասում, չէ։ Եթե չեմ սխալվում, բակալավրում մենք ունեինք ընդամենը շաբաթական 2 ժամ արտասահմանյան գրականություն, 2, եթե չեմ երևի սխալվում։ Բայց դա շատ քիչ էր։ ու ինչ ընկանում Չափազանց ենք, քիչ էր։ մենք լսում ենք, ասում ենք Ալյան նստենք ձեզ հետ դասի, Ալյան նստենք ձեզ հետ էլ կա դասի, Տիկին Սեթրակյան ազատ ժամունեք նստենք դասի, Նատալի Կարինան ազատ ժամունեք ձեր այս խմբի հետ էլ Ես նստենք հիշում դասի, եմ, Սիմյան ազատ ժամունեք այս խմբի հետ էլ նստենք դասի։ սեղաններին էին մարդիկ նստում, պատուհանագոքերին Հա, էին նստում, որովհետև այդտեղ չկար, հա, այնքան տարբեր ֆակուլտետներից, տարբեր կուրսերից, այն որ մի դասին կարող է իրանք չնստեին մեկ ուրիշ տեղ, բայց իրանք դաս ունեին, այդտեղ լեզվաբանության դաս կլիներ, չգիտեմ, իրանք մասնագիտականը կլիներ, բայց չէ, իրանք գալիս էին, որ ընկեր Սեթրակյանի դասին նստեին, հա, որ լսեին այդ դասերը։ Ես հիշում եմ այդ ամբիոնը այդ ժամանակ, այն որ բացի մեր կուրսից ով ասես չկար, մեր կուրսից բացի էլի, եթե կարծի ունեմ։ հա, Ասեք մենք այնտեղ մի անկենում խելոք նստած էինք, մնացած տարբեր սենց հավաքական կերպարներ էին տարբեր կուրսերից էլի։ ու այսպես Ինքը պետք է առարկաներ ունենա ունեին, բակալավր։ առարկաներ դասերն էին, որ չէին թողնում, որ ուրիշները նստեն, որովհետև դա խմբի համար է։ Դա միայն խմբի համար է։ Այդ գիտելիքները մեր մենաշնորհն է։ Հա, ու չգիտեմ, այնքան հաճելի է, որ օրինակ մենք տարբեր տարաձայնություններ ենք ունենում դասախոսների հետ, բայց ներքին հարգանք ենք պահպանում։ Ինչ որ Ու դասախոսների վերաբերմունքն էլ մեր նկատմամբ, տես ես խոսքիս սկզբում արդեն ասացի, որ իրանք մեզ վերաբերվում էին հավասարը հավասարի որպես իրանք մեզ ընդունում էին որպես գրականագետ արդեն, ինչպես մեր պարոն Էդոյանն էր ասում, որպես երիտասարդ գիտնական, ու անկախ նրանից մեր կարծիքը համապատասխանում էր իրանց կարծիքին, թե չէր համապատասխանում, իրանք մեզ հնարավորություն էին ու այդ ազատությունը տալիս էին, որովհետեւ մենք ինքներս որոշում կայացնենք տվյալ հարցի շուրջ, այլ ինչ ես կարծում դու։ Հա, կարծիքդ հիմնավորում է իր սխալ կլինի, ճիշտ կլինի, դու գրականագետ ես, միշտ ասում էին, դու ազատ ես մտածելու։ Մտածի, ազատ մտածիր, խոսիր, մի վախեցիր կարծիք արտահայտելուց։ Կարծիքդ արտահայտիր, հիմնավորիր, այստեղ մենք մեզ գիտես սովորացրին ազատ մտածողություն։ հաստատ։ Ու այդ մարդիկ դրա կրողն էին։
մեր ամբիոնում այդ Այսօր մարդիկ մի հատ այդ մտածողությունը նշեմ գրողն են։ էլի, ինձ բակալավրում մեզ համենայնիվս ինձ, հա, ես իմ անունից խոսամ, միշտ այն որ վախենում էիր կարծիք հայտնեց, որովհետև մտածում էիր, բա որ սխալ լինի, իսկ եթե սխալ լինի իմ գնահատականը ցածր կլինի, այսինքն ամեն դեպքում գնահատականից շատ բաներ կախված ժամանակին, հա, Անվճար տեղ։ չէի անվճար տեղ կամ սենց ինչ որ պահեր կար էլի ամեն դեպքում կրեդիտներ բաներ ու մեկ էլ իմ այն կուլտուր շոկ ասվածը այն պահը երբ ինձ ասում են ասա կարծիքդ ասա հա դու ճիշտ ես մտածում եմ որ ինչ լուրջ Ու դա ինձ ասում է ասում են կարծիքդ կներես էլի, որ ընդհատում եմ, բայց ու այդ արտահայտությունը ասում է օրինակ մեռյալների գիրքը թարգմանող, հին հնդկական պոեզիա թարգմանող, 16 լեզվով թարգմանված բանաստեղծ, շարժում դեպի հավասարակշռություն աշխատության հեղինակ ու էլի բազմաթիվ աշխատությունների հեղինակ Հենրի Կետոյանը, ով իր այսպես ողջ կյանքով մեկ մի հատ հայ գրականության եւ գրականագիտության այնպիսի ներկայացուցիչ է, որ մտածում ես Աստված իմ ինչ հարստություն է, որ այս մարդը ինձ դասավանդում է։ Ու ինքը այո, քեզ ասում է ճիշտ ես մտածում, դասավանդում է ասա, իրանց քեզ կարծիքդ ասա։ մոտիվացիա տալիս չէ Այո։ քիչը ինքը դասավանդում է մեզ մեծ պատիվ էր այն որ միջև հիմա հպարտություն ես ապրում որ ինքը քեզ դասավանդել է մի հատ էլ հենց ինքը ասում է ազատ արտահայտվիր, խոսիր, դու ճիշտ ես ասում, այո, դու երիտասարդ գիտնական ես, դու մտածող ես, դու արդեն ոնց դա իրոք այդ զգացողությունը իսկապես ապրել է պետք։ Իսկապես ապրել է պետք այդ զգացողությունները։ Հիշեցի։ Ցույց տվել են ազատություն։ Իրոք, էլի մտքի ազատություն են տվել։ Վախը կոնկրետ իմ մեջից այն մտավախությունը հանել եմ, որ եթե ես հիմա կարծիք հայտնեմ, ու այդ կարծիքը լինի սխալ, իմ գնահատականը ցածր կլինի ու ես էլ անվճար չեմ սովորի օրինակ։ Սիստեմայից դուրս են էլի թողել։ Հա։ Սա աղջիկ ջան։ Հա։ Կարևորը թղթին գրված։ Դարձրել են մի քիչ ըմբոստ, այն որ համարձակ, ըմբոստ, մտածող։ Այստեղ գիտես ինչ հիշեցի, ինձ մոտ մի երկու բան է տպավորվել, կուզեմ այդ պատմությունները պատմեմ վեր հիշենք, հիշում ես, որ նոր էինք ընդունվել, այսպես առաջի օրերին նստած էինք, մեկ էլ մի այսպես խիստ դասախոս ունեինք, վայ, թրավ ազգանունը գլխիցս, այն մի հատ մարդ էր այսպես խիստ, ինքը մեզ տեսական դասերներ տալիս են, որ մենք ժամանակաշրջանները, պատմություններն էինք կարդում եւ այլն, ու գալիս է Որ ասես ինչ էր դասավանդում։ չեմ հիշում առարկայանը, հիշում եմ, որ տեսական կտորներն էին ժամանակաշրջանների հետ կապված, որ ավելի պատմական կտորներն էին ուսումնասիրում, տնտեսական ու հասարակական։ Ու այսպես եկավ, ասեց, որ պատրաստ լինենք, որ մենք շատ չենք վաստակել կյանքում այս մասնագիտությամբ, որովհետև ինքը էլիտար մասնագիտություն է, բայց այս պահին Հայաստանում ինքը շահութաբեր չի։ Ու էդ է տպավորվել մոտս, որ մեզ այդ պահին ոչ մեկից չէր հետաքրքրում այդ մասնագիտությունը շահութաբեր է, թե չէ, մենք այսպես պսպղացող աչուկներով գնացել էինք սովորելու։ Ու այն, որ մենք չենք վախենում արդեն իսկ մի օր աղքատ լինելուց, այդ շատ հավես բան է։ Հետո նույն կերպ մի առարկա էլ ունեինք, ամերիկյան գրականությունը հիշում ես, ընկեր Շահ Մուրադյանն էր տալիս, Թերես նկարդ կորել է։ Ես գիտեմ էլ մի վարքյան։ Հա, Անահիտն էր տալիս Շահ Մուրադյան, այդ ամերիկյան գրականությունից հիշում եմ մի գիրք էինք կարդում, չեմ հիշում ոնց էր վերնագիրը, գրողինը չեմ հիշում, բայց որ ասես մոտս ազգանուն վերնագիր կհիշեմ էլի։ Ինչ որ չգիտեմ ինչի խաղողի հետ կապված մի բան էր վերնագիրը։ Ասում է աղջկան է ասում է դու որ չես դիմանում աղքատությանը, չես դիմանա նաև հարստությանը։ Այդ արտահայտությունը այնքան լավ մոտս տպավորվել է, որովհետև հետագայում ես եկա հասա 32 տարեկան ու ես ունեցա թե աղքատ օրեր, թե հարուստ օրեր ու ես իմ աղքատության ու հարստության մեջ մնացի նույնը։ Այսինքն ես կարամ ապրեմ լավ, կարամ ապրեմ վատ, կարամ ապրեմ
լավ վերանորոգված տան մեջ, կարամ ապրեմ հին տան մեջ, կարամ ունենամ այսպես հաջողակ ընկերների շրջապատ, կարամ ունենամ գյուղացի կամ հասարակ ավելի համեստ ընկերների շրջապատ, ու ես ինձ բոլորի համար նույնը լինեմ։ Ու նույն ժամանակ շուրջս տեսա շատ մարդկանց, ովքեր փոխվեցին, թե հարստությունից աղքատության անցման ժամանակ փոխվեցին, թե աղքատությունից հարստության անցման ժամանակ փոխվեցին ու անդադ այդպես ականջներից մեջ այդ նախադասությունը ոնց որ պտտվում էր տարիների ընթացքում այդ բոլոր փոփոխությունները տեսնելիս կամ ցանկացած այդ փողի որսի հետ կապված շրջապատումս որ նայում էի, շատ հիշում էի Դրայզերի «Ֆինանսիստ Տիտան Ստոիկ» շարքը։ Իսկ «Ֆինանսիստ Տիտան Ստոիկ» շարքը ժողովուրդ որպես իմանաք ինքը զուտ գեղարվեստական գիրք չի։ Դու իրան չես կարող հասկանաս, եթե դու բան չես հասկանում արժեթղթերի շուկայից ու տվյալ ժամանակաշրջանում Ամերիկայում տիրող այդ ինդուստրիալ վիճակներից։ Մի խոսքով մենք այդ ամեն ինչը լավ ուսումնասիրում էինք ու հիմա երբ էս կրիպտոն, թրեյդինգ ու նման բաները դարձան մոդայիկ, էլի իմ գլխում անդադ պտտվում էր Դրայզերի «Ֆինանսիստ Տիտան Ստոիկը», թե ոնց այդ արժեթղթերի շուկայի հետևից ոնց են գնում մարդիկ, ինչեր ա տեղի ունենում ու այս վերջերս էլ որ ինչ որ վեբ երեքում կրիպտոարժույթներից մեկը մի խոսքով տրաքել էր ու ինքնասպանությունների շարք էր տեղի ունեցել, մի խոսքով ինչ եմ ուզում ասել, շատ հեռացա իրականում, բայց ուզում եմ ասեմ, որ մենք բոլորս այդտեղ գնացինք հստակ իմանալով, որ մենք ավելի շատ կյանքի դպրոց ենք անցնում, քան թե ձեռք ենք բերում շահութաբեր մասնագիտություն։ Մեզնից յուրաքանչյուրը այդ պահին կարող էր լինել, օրինակ, միջազգային հարաբերություններում, օրինակ, չգիտեմ, բիզնեսի ինչ-որ բաժնում լիներ, ինչ-որ ցանկացած այլ ծրագրավորում գնար սովորել, ինչու՞ չէ հոգեբանություն, բայց մենք այդտեղ էինք։ Ես վստահ եմ, ավելին քան վստահ եմ, որ այն գիտելիքները, որը ես ստացել եմ արտասահմանյան գրականության ամբիոնում, ինձ թույլ է տալիս մտնել ցանկացած ոլորտ ու գերազանցությամբ տիրապետել այդ ոլորտը, այդ գիտելիքները, այդ գիտելիքներով, այսինքն ես ստացել եմ, այնտեղ ստացել եմ այնպիսի ակադեմիական կրթություն, որ ցանկացած ոլորտում ես գլուխ կհանեմ։ Հա, ես գիտեի, որ ես այդ մասնագիտությամբ այո, փող չեմ աշխատելու, Բայց ինչի պետքա փող չաշխատենք մենք մեր մասնակցությամբ, թե սաղ աշխարհը սցենարների հիման վրա միլիոններ ա աշխատում, ասենք որովհետև սցենարիստները, մենք ապրում ենք Հայաստանում, եթե մի քիչ իրատեսական լինենք Հայաստանում, դա այլ կերպ է նայվում։ Հենց վերցնենք այն փաստը, որ եթե դու գիրք ես կարդում, մի քիչ բուլինգի ես ենթարկվում, սենց որ հայ գիրք է կարդում։ վայ գիրքս թորի ա արել։ Ուզում Հայ եմ գիրքը ցուցադրի story սև է, աշխարհին, որ կարդում ա։ որ ինքը գիրք է կարդում, որ ինքը կարդում է, ուզում ես ցույց տաս, տեսեք, դու կարդում ես։ Բայց այդտեղ ինչ վատ, նույնիսկ եթե ուզում եմ ցույց տամ, որ ես գիրք եմ կարդում, այդտեղ ինչ վատ բան կա։ Ես չեմ Իսկ հասկանում, գուցե ինչի՞ ուզում եմ որ ցույց մեկը տամ, որ տեսնողն էլ հետաքրքրվի ու ցանկանա այդ գիրքը կարդալ, ու ընդհանրապես ես ուզում եմ սենց այսպեսի մի շարք գիրքը կարդալ ու ներկայացնել ժամանակ առ ժամանակ ներկայացնել, գուցե ինչ որ մեկի մոտ հետաքրքրություն առաջանա, օրինակ տվյալ գիրքը կարդալ։ Իսկ ինչու ոչ։ Հիմա պետք է ասեմ, տեսեք, ինքը ցույց է տալիս, տեսեք, ինքը գիրք է կարդում։ Ախր ես գիրքը չեմ կարդում, ես Գիրքը ուտում գիրքը խտում եմ իր հարակից բոլոր բաները։ Այս ինչ ժամանակաշրջան է, այստեղ ովքեր էին դեմքերը, ով էր վարչապետը, ով էր այստեղ Իրականում էտենց է, մոխրագույն կարդինալը։ մել, որպեսզի գիրքը հասկանաս, պետք է գնաս հասնես ստեղծման պատմությունը, ինչի որոշվեց, օրինակ ինձ վերցնեմ իմ Թոմաս Մանին, իրա ստեղծած օրինակ գրքերը կոնկրետ իմ թեզի թեմաներից սկսեմ, վերցնեմ հենց կախարդական լեռը, դոկտոր Ֆաուստուսը, Նավ դոկտոր Ֆաուստուսը հեռու չեմ գնում, քաղաքական, փիլիսոփայական վեպ, հա, գլուխգործոց։ Դա որ դու չիմանաս Գերմանիայում տվյալ ժամանակաշրջանում ինչի միջավայրեր, ինչպիսի մթնոլորտ էր տիրում, դու այդ գիրքը չես հասկանալ, նույնիսկ իմաստը չես հասկանալ, որովհետև ըստ էության իմաստ չկա։ Կախարդական լեռը համաշխարհային պատերազմի տարիներին ա գրվել, անդրադառնում ա հենց դրան, սյուժե չկա հասկանում, այս պասիվ չզարգացող սյուժե ա ինքը։
Մարդկանց կյանքն է ներկայացնում, առաջին անգամ պատմությունը չիմացողը եթե վերցնի այդ գիրքը ու սկսի կարդալ, ինքը ասել ինչ հետաքրքիր գիրք է, բայց երբ դու գիտես պատմությունը ու երբ դու հասկանում ես, թե այս դրա տակ Թոմաս Մանը ինչ նկատի ուներ, այսինքն ամբողջությամբ այլաբանություն է ինքը ինձ համար, այդ ժամանակ ինքը քո համար հետաքրքիր կլինի, այսինքն չես կարա ուղղակի գիրքը բռնես կարդաս առանց նախապատմությունը, առանց այդ պատմական հիմքը ուսումնասիրելու, նախ պատմությունը պետք է ուսումնասիրես, հետո վերցնես դնես այդ գիրքը կարդաս, որ կարողանաս իմաստը հասկանաս, ընկալես։ Դե սյուժեն չի, սա սիրում էր նրան, նա սիրում էր նրան, նա մեռավ, նա եկավ, նա գնաց, այս էր հակեր, այն էր հակեր, ձիու վրա էր, թե մեքենայով էր։ Տենց չի էլի, տենց գիրք չեն կարդում։ Մի բան ասեմ, եթե ուզում ես նախապատմություն չիմանաս, գիրք կարդաս ու հավես լինի, պետք է կարդաս օրինակ արկածային գրականություն, չգիտեմ։ Բայց այնտեղ գրականության տեսակներ կան, որ չես կարող այդպիսի մոտեցում ցուցաբերես։ Օրինակ չգիտեմ, ես վերջերս մի ծանոթի հետ եմ խոսում, ես վերջերս չէ, ինչ որ գիրք ասես, որ ինքը կարդացել է, հեղինակ ասես, չեմ ուզում ասեմ ինչ հեղինակ, ես դրան կփոխարինեմ, կասեմ Յալոմ, որպեսզի այսպես կոնֆիդենցիալություն չխախտեմ, հա։ Այսպես դիցուք Յալոմա կարդացել այդ ծանոթս, էկզիստենցիալ հոգեբան։ Ու հիացած գալիս է պատմում է Յալոմից, ինչ լավներ, ոնց հասկացա բան եւ այլն, ես նայում եմ ապշած, որովհետեւ ասենք այն գիրքը Յալոմից ինքը որ կարդացել էր, հոգեթերապիայի նվերը եւ այլն, պարգևը, դու պետք է իմանաս ինչա սեանսը, դա ոնց են անցկացնում, առհասարակ ինքը խորհրդա կամ չգիտեմ, այսպես շարքա նրա համար, որ դու որպես հոգեբան կարողանաս ճիշտ անցկացնես սեանսները կամ նմանատիպ ինչ-որ մոտեցում զարգացնես, այսինքն ինքը նրա համար չի, որ դու քաղաքացիդ դա կարդաս ու տպավորվես։ Դու չես կարող տպավորվես, եթե դու չգիտես սեանսի կառուցվածքը, առաջին խորհրդատվությունը, տրանսֆեր կոնտրտրանսֆեր, մի խոսքով լիքը բան եթե դու չգիտես, դու այդ գիրքը որ կարդացիր ու այսպես գալիս ես աչքերը սպառազնելով ասում ես ինչ լավն է, այդ մի տեսակ ինձ հուշ տան, ասենց այն որ ինքը ինչքան կսպող մաշկեր ենքան ես հետ եմ թռչում, որովհետև հասկանալի չի այդ ինչն է քեզ դուր եկե, այն որ դու յալոմ ես կարդացել ու դու այստեղ այնտեղ կարող ես գաս ասես ես կարդացի յալոմ եւ ինքը հրաշք էր, որովհետեւ բնականաբար այդ մարդը այդ գրքի կեսը չի հասկացել։ Ինչու՞ն է հարցը, որ օրինակ ես հասկացել եմ յալոմ։ Ես մեծամտություն չեմ ուզում անել այստեղ էլի, իմ անունը շատ է դուրս եկած որպես մեծամիտ։ Իմ շրջապատը։ Մենակ հորեցի է, բայց լավ։ Հա, մեր ամբիոնում առհասարակ ոնց որ չգիտես ինչի մեր ամբիոնի դասախոսներից սկսած այն հաջող ուսանողներով վերջացրած մեծ մասը որակված է որպես մեծամիտ շատերի կողմից։ Ну, մեծ մասը էլի, հա։ Այդ մեծամտություն չի։ Մեծամտություն է նա, երբ քեզ Հպարտություն է։ Այո, ես հպարտում եմ, որ ես այդ Պարտվել ամեն ինչը գիտեմ։ գիտես, իմ կարծիքով դա Մի քիչ էլ սեփական հա, մի քիչ ինքնարժեք մեծամտություն է։ գիտակցում է։ Ասենք կա Իմ դեպքում։ ցածր ինքնագնահատական, կա adekvat ինքնագնահատական եւ կա ուռճացված ինքնագնահատական, չէ՞, մենք օրինակ ուռճացված ինքնագնահատականով նարցիսներ չենք։ Այնպես ամենք, այնպես չի մենք փուչիկ ենք, այսպես կխփես կտրակենք, մենք էլ գալիս ենք, այսպես ասում ենք, ես յալով եմ հասկանում, սպասի, ես չգիտեմ, Դու ես չես վերջին եմ, հասկանում։ դու չես հասկանում։ Ես յալով եմ հասկանում, հիմա բացատրեմ ժողովուրդ։ Սա օբյեկտիվ ինքնագնահատական է, ասեմ ինչու։ Ես յալում եմ հասկանում, նախ որովհետև ես գրականությունից հետո մի հատ է գնացի կլինիկական հոգեբանություն սովորեցի, այսինքն ես հասկանում եմ հոգեբանական այն ամբողջ տերմինոլոգիան, որ յալոմ օգտագործել է, այն ամեն ինչը, այն խնդրահարույց կետերը, որոնց մասին ինքը գրում է։ Ես այդ ամենը հասկանում եմ, ես այդ ամեն ինչը պրակտիկայում իմ մաշկի վրա զգացել եմ այցելուի հետ աշխատանքի ժամանակ։ Ու ինչ որ բան որ տեսնում եմ, ասում եմ, վայ, ինչ լավ ստացվեց, որ ես սա կարդացի իր մոտ, որովհետև ինսայթ է գալիս։ Այն որ կամ ասում եմ, վայ, այսպես էլ կարելի է օրինակ աշխատել այցելուի հետ, բայց դու դա կարաս հասկանաս այն դեպքում, երբ դու աշխատում ես այցելուի հետ, զբաղվում ես որոշակի խնդիրների, բայց բացի դրանից, ինչու եմ ես հասկանում յալոմ, որովհետև մեր գրականություն եւ փիլիսոփայություն առարկայի ժամանակ մենք կարդացել ենք այն հեղինակներին, փիլիսոփաներին, որոնց անունները դու կարող եք հանդիպել յալոմի գրքի հղումներում։
Այսինքն ինքը այդ աշխատությունը գրելիս հղումներ է տալիս ինչ-որ հեղինակների ու ինչ-որ աշխատություններ, որոնց ես կարդացել եմ։ Կարդացել եմ չի, որովհետև ես արտասահմանյան գրականության ամբիոնից դուրս եկած պտուղ եմ։ Քչերից եմ, ում հաջողվել է այդտեղ սովորել։ Ես այդտեղից դուրս եմ եկել, ես կարծում Յալոմեսյան հասկանում եմ, որովհետև ես հասկանում եմ բոլոր այն գրքերը, որոնք ինքը կարդացել է եւ օգտագործել է իր գրականության ցանկում։ Ինչի սա ասում, բայց թերես մի բան ասեցիր, որ ինձ մոտ էս բա եկավ գիրք կարդալու խժռելու մասին, չէ՞ ոնց որ Թոմաս Մանից էիր պատմում, որ հնարավոր չի հասկանալ առանց Հա, ժամանակաշրջանի ժամանակաշրջանը, այսինքն մենք չենք կարդում գիրքը զուտ սյուժեն իմանալու համար, որ հետո ասենք, որ գիտես, մենք սյուժեն կարդացինք եւ սյուժեն գիտենք, վերջ։ Ախր խնդիրը այստեղ մենակ սյուժեն իմանալը չի, է։ Հա։ Ու հետո օրինակ Տիկին Սեթրակյանին այս վերջերս կոմենտներում բմբլահան էին անում, որոշակի sense հայտնի դեմք տղամարդիկ էլի հասարակության մեջ հայտնի sense տղամարդիկ դեմք իբր պետքա խելք ունենան էլի որ այդ պաշտոններն ունենան դե ենթադրվում է բայց կնոջը այդպես ինչ որ վիրավորական բաներ են գրում ներառյալ են որ իրանից ինչ քաղաքագետ Մեր հիմա գիտես, քեզից ինչ ասեմ, քաղաքագետ որ Թոմաս Մանես կարդում եթե մարդի գոնե իրանց կյանքում մի քանի հատ գիրք կարդացած լինեին, թեկուզ սյուժեն իմանալու համար, վստահեցնում եմ քեզ, մի 10 անգամ կմտածեին, նոր նման բաներ կգրեին։ Դե էլ չեմ ասում, որ արտասահմանյան գրականության ամբիոնի դռների մոտով մի երկու անգամ գնային գային, ընդհանրապես ցանկություն կունենային այդտեղ ավարտեին։ Դերս մտնեին դռների։ Ինչ չի թվում, որ Գոնե ամեն մեկը այնտեղ համարձակություն, եթե իհարկե համարձակություն կունենային դռներին կպնեին, բացեին, մտնեին ներս, էլի։ Մեր ամբիոնի գիտես ինչն եմ սիրում, այն ուղղախոսությունը, ինչը ոնց որ ճակատից շպացնում էին։ Հա, հոգատար ձևով։ Հնում էին գեղեցիկ։ Հոգատար ձև, գեղեցիկ, բայց շպացնում էին, Հոգատար ասում էին։ Եվ դա նորմալ է, որովհետև Դրա համար եմ ասում, եթե գոնե սյուժեի համար գիրք կարդացած լինեին, իրանց ասելիքն էլ գեղեցիկ կկարողանային ձևակերպեին, հասկանում ես։ Բայց պատկերացնում ես այդ մարդիկ ամբիոնի կողքով քայլեին եւ որոշեին հանկարծ ներս մտնել։ Էլի նույն հոգատար գեղեցիկ ձևով շպցվելու էր իրենց ճակատներին։ Այսինքն դու պետքա Դե արի որ պետք է արժանանաս այդ ամբիոն ներս մտնելու պատվին նաև։ Չէ, ումբեր դռները բաց է կարած ներս մտնես, հարցնենը արդյոք դու այն Պետք է ուժը մարդն ես թերիքի, ով որ կարողանաս սովորես, լավ, դե պետք է մի քիչ ուժը թերիքի, համարձակությունը թերիքի գնաս դեպի ինքնաճանաչման։ Դեռև նենց է, ինչպես թերապետ գնալիս։ Այսինքն դու պետք է Որովհետև եթե դու ապուշ ես, մտնում ես այդ ամբիոնի դռներից ներս, հասկանում ես, որ դու ապուշ ես, նորից դուրս ես գալիս։ Կարա տենց լինի։ Դու մտնում ես ներս մի փոքր մոլորված, ունես ինչ որ մի բան կա մեջդ, մտնում ես մի քիչ մոլորված, ինքնաճանաչողությամբ դուրս ես գալիս այդտեղից։ Այ եթե ունեն մեզ խոնարհություն, մեզ շատ են ասում մեծամիտ, այ մարդ։ Վայ, հոգնեցի էլի ես այդ մեծամիտ վիճակից էլի, եթե անկեղծ, բայց իրականում արտասահմանյան գրականություն սովորելու համար պետք է ունենալ խոնարհություն, այսինքն հասկանալ, որ դու այդտեղ գնում ես ինքնաճանաչման, ինչ որ աշխարհը ճանաչման, ինչով է ես էլի հոգեբանության հետ հա օրինակը բերեմ, ինչու եմ հոգեբանության հետ օրինակը բերում, որովհետև գրականությունը սոցիալական թերապիա է։ Ես ինքս ինձ շատ օգնել է հոգեբանությունը թե որպես անձ եւ թե ես սիրում եմ պրակտիկայում դրանով զբաղվել թե որպես մասնագետ, բայց կան հարցեր, որոնք հոգեբանությունը չի լուծում։ Ինչի՞, որովհետեւ հոգեբանություն գալիս են իրենց թերապիան անցնելու արդեն են մարդիկ, ովքեր պատրաստ են ինքնաճանաչման, ովքեր պատրաստ են փոփոխության եւ աշխատանք տանելու։ Բայց շատ ընդգծի այստեղ մի հատ բառ պատրաստ են, որովհետև ինքնաճանաչումը իրանից ենթադրում է համարձակություն նաև դու պետք է համարձակություն ունենաս ինքդ քեզ գնաս ընդառաջ անպայման իսկ արտասահմանյան գրականության դեպքում դու կարող ես անել թերապիայի ենթարկել մարդկանց առանց իրենց ցանկության հիմա հաշվի բացատրեմ քանի գիրք ես կարդացել քանի գիրք ես կարդացել որոնց էջերում ինքդ քեզ ու քո էությունը գտել ես շատ ամեն գրքի հետ մենք ասում ենք կատարսիս չէ կատարսիսը ունենալու հիմա ամեն պատկերացրու գրքի հետ հա հիմա պատկերացրու օրինակ դժբախտ երջանկություն սերիալի փոխարեն
այսպես մեզ նման մեծամիտ մարդկանց ճաշակի սերիալներ են ցուցադրվում, որտեղ մարդը նայելիս կարա ապրի կատարսիս, լրիվ նույն կերպ ինչպես եղել է հին Հունաստանում, չէ՞, մարդիկ բեմադրել են ինչ-որ ներկայացումներ, ուրիշները գնացել են, տեսել են այդ ներկայացումները, ունեցել են կատարսիս եւ դրա հիման վրա անձի փոփոխություն է տեղի սկսել ունենալ, տրանսֆորմացիա, իհարկե ոչ միայն դրա վրա։ Հիմա պատկերացրու, մենք մի քիչ ավելի ուշադրության արժանանանք երկրի կողմից։ Օրինակ, նույն արտասահմանյան գրականության ամբիոնը չլիներ այսպես փոքրիկ մի ամբիոն, որը ուզում են փակել ու ինչ կեղտ ասես շպրտում են այդտեղ ինտելեկտուալ մարդկանց, ինտելեկտուալ եւ հոգեվոր իրական մարդկանց երեսին, այլ իրան ընդլայնում են ու ասում են ժողովուրդ, եկեք սցենար գրել սովորացրեք մարդկանց։ Ժողովուրդ, եկեք գրքեր գրենք, եկեք հայ գրականությունը թարգմանենք, չգիտեմ, աշխարհով մեկ համ փող աշխատենք, համ թերապիայի ենթարկենք սոցիումին, որովհետև դա մենակ կարա անի հոգեբանությունը, գրականությունը, կինոն, նմանատիպ էքսպրեսիվ, հա, տահեճական ոճի երևույթներն են դրանցով զբաղվում առաջին հերթին գրականություն, որովհետև ամենի տակ ընկած է սցենարը։ Ես համաձայն եմ քո հետ, դա պետքա արվի, բայց արդյոք դա պետքա։ Պետքա արվի, դա պետքա արվի։ Այսինքն ինչի համար է պետք արվի, որպեսզի հասարակությունը զարգանա, ճիշտ է։ Այսինքն եթե մենք ընդունենք սենց, հարց եմ տալիս հիմա, հարցս կուզես պատասխանի, կուզես թող անպատասխան, կուզես բազմանշանակ ժպտա։ Արդյոք մեր հասարակությունը բավականաչափ կրթված է։ Գիտես, ես չէի թերագնահատի մեր հասարակությունը։ Չէ, ես թերագնահատում եմ, ինչի, բերքնաբան եմ ինչի, որովհետև այսօր դու շատ քիչ տոկոսային հարաբերակցությամբ թեկուզ վերցնես, շատ քիչ մարդիկ են, որ կարդում են օրինակ իսկապես դասական գրականություն, հա, իսկապես նորմալ գրականություն, իսկ մեծ մասին վերցնենք հենց թեկուզ երիտասարդությանը, ինչա հետաքրքիր երիտասարդությանը, հանրամատչելի գրականություն, այն ինչը որ հասկացվում է հեշտ ու այսինքն մտածելու կարիք, մտածելու բան չի տալիս այդ մարդուն, կարիք չկա ուղեղ շարժելու, դա է հետաքրքիր մարդկանց։ Դա շատ կարևոր է, որ հետաքրքիր է, շատ պրիմիտիվ են հասարակ սերիալները, այն որ դնում նայում են։ Ումա պետք է քո ասած սցենար գրել, մարդիկ կատարսիս ապրեն բան։ Չէ, դա մտածելու, դա զարգացնում է մարդուն։ Իսկ հեշտ կառավարվող հասարակությունը այդ զարգացած հասարակությունը չի։ Հասկանում ես։ Տերես, արի մի հատ Այստեղ խնդիր է։ Մեզ պետք է հեշտ կառավարվող հասարակություն։ Մեզ չէ։ Պետք չի։ Հայաստանին պետք է մենք գոյություն ունենանք արդյոք։ Կներես էլի։ Մեզ գուցե պետք չի, որովհետև հենց մեզ նմանները իրականում պետք չեն։ Հիմա այն ինչը որ կատարվում է, մեզ նմանների դեմ է կատարվում, մեզ նմանները պետք չեն։ Հա։ Ու խնդիրը այստեղ ոչ թե Հայաստանին պետք չի, Հայաստանը չի խնդիրը, անհատներին պետք չեն։ Ով ուզում է լինի, անհատներին պետք չեն։ Մեզ նման հասարակությունը, մեզ նման մարդկանցով ձևավորված հասարակությունը, այսինքն մեզ նույնիսկ հնարավորություն չեն տալիս, այդ մարդիկ եղել են կրող, փոխանցել են մեզ, հիմա մեր հերթն է այդ ամեն ինչը փոխանցել, մեզ այդ հնարավորությունը չեն տալիս, վերջ, փակում ենք, անցնում ենք առաջ, այ հիմա էս է կատարվում։ Բայց ինչ ունենք այդ արժեքավոր, ինչն ենք փոխանցելու, որ թույլ չեն տալիս փոխանցել, արի բացատրեմ, մարդիկ հասկանան։ Որովհետև ստացվում է, որ մենք մեր արժեքը գիտենք ոնց որ, բայց լավ չենք կարող հասկացնենք, թե ինչ կարանք տանք մարդկանց, հա, մեր գոյությամբ։ Գրականագետ լինելը ինչ է տալիս, ինչով ենք օգտակար մենք սոցիումին։ Ինչով է օգտակար։ Էլի, սենց ասեմ քեզ, դու ինքդ քո խոսքում նշեցիր, որ մեզ հետ պետք է համագործակցել, ճիշտ է։ Մենք այն մարդիկ չենք, ում կարելի է պարզապես այն խամաճիկի նման թևերից են լարերով քաշել, ասել դու հիմա սա ես անում, դու հիմա նա ես անում, չէ, մեզ հետ դժվար է տենց անելը։ Շատ հաճախ դու ինքդ քո կյանքում հանդիպած կլինես նման իրավիճակներում հայտնված կլինես,
որ ասում են քո հետ դժվար է, Հա, քո հետ դժվար է խոսելը, քո հետ շատ դժվար է ինչ որ եզրահանգման գալը կամ չգիտեմ։ կամ Մեզ հետ քեզ դժվար հետ չի, խոսել մենք չի լինում։ ուղղակի ունենք, քո հետ խոսել չի լինում։ Ինչու՞, որովհետև մենք ունենք վերլուծական միտք, որովհետև մենք անդադ ինչու, հասկանում ես, մեզ մոտ արդեն մենք այդ պատճառահետևանքային կապն ենք փորձում փնտրել, թե որտեղից ուր են գալիս, ինչ են անում, որտեղ են գնում եւ այլն, ինչ արդյունքի կարող է այդ քննադատական վերլուծական միտքը մեզ մոտ զարգացած է, Եվ հասկանում ես, ամենակարևորը մենք անամոթ ենք։ Մեզ չի կարելի ասել, այ որ քեզ սենց էս պահում է ամոթը, այ քո մասին էս կասեն, այն կասեն։ մենք հարմարվող տեսակ չենք, հասկանում ես, հարմարվող տեսակ չենք մենք։ Ու դա հենց մեզ դա սովորացրել են այնտեղ։ Կարծիք հայտնիր, աղծա, արտահայտվիր, մի հարմարվիր։ Իդեպ ասեմ, երբ մենք համաձայն չէինք լինում մեր դասախոսների տեսակետի հետ, եւ մենք ասում էինք, որ չէ, ես կարծում եմ սենցա նենցա, օրինակի համար, մեզ ոչ մեկ չէր ասում, Աննամոթին մեկը դու հակադարձեցիր քո դասախոսին, վերջ դու լիքվիդ ես մնում, վերջ, всё։ Մեծերին Դա հարգել չգիտես։ Դու հակաճառեցիր, դու մեջին հարգել լեզվանի չգիտես, ես։ դու հակադարձեցիր։ Ասեմ ավելին, մեր դասախոսները դա մեծագույն սիրով էին ընդունում ու դեռ մի բան էլ հպարտանում էին, որ մենք համարձակություն ենք ունեցել մեր դասախոսին ընդդիմանալ, ասենց ասեմ, հա, ասենց դեմ դուրս գալ իր կարծիքին։ Իրանք դա հպարտանում էին դրանով։ Ի վերջո այն, որ ասում էին աշակերտդ այնքան է աճել, որ կարողանում է կարծիք հայտնի, հակադիր կարծիք հայտնի քեզ։ Դա մեծ բան է իրականում։ Դա Շատ։ իրականում մեծ բան է։ Ի վերջո մեզ տարել են ինքնաճանաչողական sense մի հատ ճանապարհով, որտեղից դու հետո դուրս ես եկել ինքդ քեզ ճանաչելով, ինքդ քո հետ ներդաշնակ, հոգուդ հետ ներդաշնակ ինչ որ հոգեվիճակով այդտեղից դուրս ես եկել։ Իսկ դա շատ կարևոր է, շատ կարևոր է։ Ու եթե մի քիչ շատ մարդիկ դուրս գային այնտեղից, մի քիչ, շատ չէ։ Շատ ավելի հեշտ կլներ կյանքը։ Այսինքն ես իմ օրինակով բերեմ, շատ հաճախ ես հոգնում եմ մարդկանց հետ խոսելուց։ Անկեղծ հոգնում եմ, ալարում եմ նույնիսկ բերանս բացեմ այդ մարդու հետ երկու բերան փոխանակեմ, որովհետև երբ դիմացինս բացում է բերանը, ես արդեն գիտեմ ինքը ինտելեկտուալ ինչ մակարդակ ունի։ Չէ, սա գոռոզություն չի իրականում։ Ուղղակի հասկանում եմ, որ ինչ էլ ասեմ, այդ մարդը չի հասկանալու, խնդիրը այստեղ գրականության հետ չի է, որ ասեմ, գիտես, ինքը մի երկու քիչ պակաս է կարդացել կամ չի ակասում են, չէ, ընդհանուր զարգացվածության մակարդակն եմ, հա, ասում։ Այնքան իր մոտ sense բերանը բացում է երկու բառ ասում, այ մեր ճակերտավոր թերությունը այդ է, որ մենք շատ արագ հասկանում ենք, թե մարդը ինչպիսի զարգացվածության աստիճան ունի։ Հա, ու դրա համար էներգիա չեմ ուզում նույնիսկ ծախսեմ այդ մարդու այդ երկու բերան բան խոսել օրինակ, որովհետև անիմաստ եմ համարում։ Այսինքն այստեղից գալիս է մի փոքր գնամ դեպի միայնություն, գալիս եմ դեպի միայնություն, ես զգում եմ, որ ինձ հետ միայնակ եմ, այդ քո ասած գնանք մեր զրույցի սկիզբը, եթե ուզում ես գիտակից ինչ որ sense լուրջ խոսակցություններ ունենալ, խորքային խոսակցություններ ունենալ, կամ գտիր մեկին, ով այդ ամբիոնից է դուրս եկել, կամ գնա դեպի այդ ամբիոն։ Այդ ամբիոնի տարածքում պտտվիր էլի, որովհետև ուրիշ տեղ դու պարզապես չես գտնելու այդ մարդուն։ Չես գտնելու, չես կարողանալու ունենալ այդ խորքային զրույցները, որ հոգիդ էներգիա ստանա, որ դու մտավոր հոգևոր սնունդդ ստանաս իրականում։ հա, իրականում գիտես, քեզ էլի ասեցի անցած անգամ էլ, որ վերջերս այդ հոգևոր սննդի կարիքն ունեի, ինչ որ շատ զգացի, որ մենակ մնացի, մտածեցի, ժամանակն է դուրս գամ մարդկանց հետ շփվելու։ Այդպես գրանցվեցի տարբեր հետաքրքիր ֆորումների, կոնֆերանսների եւ այլն։ Մի խոսքով գնում եմ, որ հավաքված են տարբեր տեղերում Հայաստանի տարբեր ինտելեկտուալ մարդիկ։ Գուցե ինչ որ տեղ իմ թերացումներ, որ ես չկարողացա բավականաչ չափ զրուցել իրենց հետ եւ այլն, բայց ես զգացի, որ ես այդ շատ հաջողակ մարդկանց մեջ ամեն դեպքում ձանձրացա։ Ու հարցը նրանում չի, որ իրանք խելացի չեն կամ ինչ որ մի բան պակասա, չէ։ Հարցը ինչ որ վայբի մեջ է։ Արտասահմանյան գրականության ամբիոնում ինչ որ վայբ կա։ Երբ դու այդտեղ սովորում ես ու այդ էներգիայի կրողն ես դառնում, դու նմանատիպ էներգիայով մեկին ես փնտրում։ Փնտրում ես ինչ որ մեկին, որը կունենա այսպես բոլոր քաղաքակրթությունների եւ բոլոր
ժամանակաշրջանների vibe-ը։ Ինքը ինչ որ միտեղ, չգիտեմ, Զևսի նման կլինի, ինչ որ միտեղ կլինի Հադես, ինչ որ միտեղ կլինի հին Հնդկաստանի, ասենք, ճգնավորների նման, ինչ որ միտեղ կլինի, չգիտեմ, օրինակ, չգիտեմ, նիցշեական ճգնավորության նման, հա, ասենց ինչ որ խելագար, ասենց գիտնական վիճակ։ Ասացիր Զևս հիշեցի, կներես խոսքդ գտնում եմ, ասացիր Զևս հիշեցի, նախ Զևսը ասոցացում է ինձ հետ Նատալի Կարենովնայի հետ, ու որ ինքը միշտ դրանին ասում էր մեր Զևսն է, հա։ Բացի այդ հիշում ես, որ մեր ցանկացած քնությունը, այսինքն որ ասում է քնությունը մեզ համար տոն էր, չկար, չէ, այդ լարվածությունը, այն սովորական լարվածությունը, որ բակալավրում միջանցքներում սենց վերցրա քսիառքսները կարդում, գրքերը կարդում, որ մտնես քնության, ու ասեմ, որ քնությունից հետո ով իմանա այդ գիտելիքների կեսը նույնիսկ ուղեղից դուրս է գալիս, հա։ Բայց արտասահմանյան գրականության մեր ցանկացած առարկայի քնություն դաս էր դառնում։ Իրականում դաս էր դառնում։ Հիշեցի պարոն Էդոյանի քնությունները, որ Դաստոևսկի էինք անցնում, խորքային Դաստոևսկի էինք ուսումնասիրում։ Յուրաքանչյուր նախ քնությունը ամբողջական էր, այսինքն հերթով չէինք մտնում, բոլորը ներկա էին լինում, մեկը մյուսի քնությունը լսում էր, ու յուրաքանչյուր ուսանողի հետ նոր բան էինք սովորում, որովհետև դա դառնում էր դաս, ոչ միայն գիտելիքներ ստուգում պարոն Էդոյանը, այլ նաև դաս էր բացատրում, էլի վերածվում էր դասի, քնություն դաս էր այդ։ Մեկս մյուսից սովորելու process էր քնությունը մեզ ճնշելու համար չէր այդ ամբիոնը։ Բայց մենք կրծելու այդ սովորությունները չունենք անգիրաներում։ Որովհետև մենք պետք չէ քնություն պարապել։ Մենք կարդում ենք գրքեր, այսինքն մեզ ամեն դասի դասախոսը մտնում էր մի հատ վեպ էր հայտնազներում դուրս գալիս։ Երբեմն դա կարելի էր երկու հատորանոց։ Մեկ բախնես վերում էր, դա դրամա էր լինում։ Հա, ու այդպես շաբաթվա մեջ մենք քանի դաս կունենայինք 5 օրվա մեջ ու գիտես հետաքրքիր է ինձ համար որն է, մենք ստանում ենք հարցաշար, չէ՞։ Այ մենք ստանում էինք հարցաշար, օրինակ մի գրքից կար մոտավորապես 10 հատ հարց։ Ես օրինակ մենակ սենց բան էի անում, նշում էի այն մարկերներով, որ նշում էի մենակ այն հարցերը, որտեղ գրված էր գրքի վերնագիրը, այսինքն սենց ասեմ, եթե դու գիրքը կարդացել ես, վերջ, մնացած հարցերին կարող ես պատասխանել, այսինքն ես երբեք հատուկ չեմ դրել ինչ-որ պատրաստվել, որ ինչ-որ հարցի կարողանամ պատասխանել։ Ես գնացել եմ քննության, համ պատրաստից տոմսը քաշել եմ, ընկել է հարցը, օրինակ, ես այդ գիրքը կարդացել եմ, վերջ, կգնամ կնստեմ այնտեղ կխոսամ, այսինքն նույնիսկ այն պատրաստվելու ժամանակահատվածը, որ տրամադրում էին քեզ, որ պատրաստվես, ինչից ես խոսալու, երկու բառ գրում էի, հետո հասկանում էի, որ դա անիմաստ է, ես գնալու եմ, մտնեմ քննության, նստեմ դասախոսի առաջ, թուղթը ծալեմ, գցեմ մի կողմի վրա, ու սկսեմ խոսելը, որովհետև դա լինում է հա պատրաստից մեր մոտ։ Այսինքն մենք բառերի մտքերի համար մեր ձեռքը գրպանը չենք տանում։ Այն մեր միտքը այնքան զարգացած է, որ նման խնդիր մենք չունենք, դա գալիս է ընդհանուր զարգացվածությունից, որը որ ես անկեղծ ստացել եմ հենց արտասահմանյան գրականության ամբիոնից։ Հետո տեսնենք օրինակ լինգվիստներ ենք, չէ՞, լինգվիստ գրականագետ, բայց կոմունիկացիայի հմտություններ մենք որտեղից ունենք, բանակցելու հմտություններ, տարբեր մարդկանց հետ իրենց լեզվով խոսալու հմտություններ, մենք դա չունենք մեր բակալավրից էլի լեզվաբանության, ես չեմ քննարկում։ Մենք ուղղակի բակալավրում շատ կենտրոնացած ենք հենց լեզուն քերականության, բայց գրականությունն է, որ մեզ տվել է այդ էմպաթիան, այդ հայելային արտացոլման ունակությունը, հոգևոր բաները արի դնենք մի կողմ, հոգևոր բաները, լավ, ես հիմա լեզվաբանի տեսանկյունից նայեմ այս ամեն ինչին, որպես լեզվաբան, հա, սովորում ենք քերականություն, լավ, սովորեցինք, այդ քերականությունը որտեղ ես օգտագործելու։ Դու պետքա գիրք կարդաս, չէ՞, որ լեզուդ զարգանա։ Դու գիրք կարդաս, չէ՞։ Տեքստ, այսինքն, նայ, երբ դու անցնում ես որոշակի քերականություն, քեզ տալիս են տեքստ, որպեսզի դու տվյալ քերականական կառույցը գտնես այդ տեքստում, օրինակի համար։ Դու տեքստ ես, շատ նախադասություն ես կազմում։ Լավ, բա դու մի հատ չգնաս գիրք կարդաս, որ լեզուդ բացվի։
Նույնիսկ Հա, հայոց լեզուն, վերցնենք հայոց լեզուն, երեխան սովորում է այբենարան օրինակ, գիրք պիտի կարդա, չէ՞ որ լեզուն բացի, բայց այդ ամառային ընթերցանությունները, այդ չգիտեմ, դպրոցներում խի եք հանձնարարում, խի է դպրոցներում օրինակ տեքստեր եք տալիս, որ կարդան ու պատմեն, բայց այդ ինչի համար եք հանձնարարում, եթե լեզուն պետք է առանձնանա գրականությունից, այսինքն եթե գրականությունը պետք չի, էլ ինչի համար այդ տեքստերը, խը պետք է երեխան կարդա ու պատմի օրինակ, ինչի համար, թե, այսինքն այստեղ կա հակասություն։ բայց նայենք լեզուն ինչ կարևոր գործիք է այսօր 21-րդ դարում աշխատաշուկայում։ Մենք ոչ մեկս դա բանի տեղ չենք դնում, բայց վաճառքի մենեջմենտ, հաճախորդների սպասարկում, այնտեղ project management, որտեղ կոմունիկացիա պետք թիմի, cross-functional թիմերի հետ, այն որ տարբեր տեսակի մասնակցություն ունեցողների հետ, բանակցություններ, չգիտեմ, հազար ու մի բան կա, presentation skills, եսիմ ինչ էր, այդ որոնք որ պահանջում են լեզվի տիրապետում ոչ թե որպես քերականություն, ոչ թե գրական եւ գեղեցիկ խոսել, այլ ում հետ ոնց խոսած այն քուչի ասած վիճակով։ Օրինակ ես ինքս զգացել եմ, Լեզուն զարգացնում է գրականությունը, հա, ընթերցանությունը, լեզուն զարգացնում է, լավ բառապաշարը, գեղեցիկ խոսքը հա, զարգացնում է ընթերցանությունը։ բայց դու հիշում Գնա ես, չէ՞, քերականություն թողնի շատ, մենք բայց եթե դու գրքեր, չունես բառապաշար, ինչ ես խոսալու։ նայ մենք որ գիրք ենք կարդում, օրինակ, մենք վերլուծում ենք ամեն հերոսների, օրինակ, բառապաշարը, չէ՞, ու դրանք շատ տարբեր էին։ Փողոցային հերոս, կիրթ ինտելեկտուալ հերոս, չգիտեմ, ծովերի վրա ճամփորդած հերոս եւ շարունակ տունը մնացած ինչ որ ավելի բուրժուական տեսակի հերոս եւ իրանք բոլորը տարբեր բառապաշար ունեն։ Հետո ավտոմատ ստացվում է այնպես, որ դու դա անում ես քո ռեալ կյանքում։ Ես իմ ռեալ կյանքում այդպես եմ անում։ Ամեն մարդու հետ տարբեր լեզվով ես խոսում։ Ինչ որ մեկը վրա Բնականաբար դու չես կարող, բոլորը չի է, որ օրինակ ստացել են մեզ նման կրթություն, նույնիսկ այդ փաստ չի, որ կրթություն ստացածը, օրինակ չեմ ասում հենց արտասահմանյան կոնկրետ արտասահմանյան գրականության ամբիոնի դուրս եկածը, հա, կրթություն ստացածը ունենալու է իսկապես այն գիտելիքները, որը որ պետք է ունենա բնականաբար տվյալ մասնագիտացում ունեցող անձը, որովհետև դիպլոմը այսօր կրթության առկայության մասին չի խոսում, հա, դու չես կարող խոսել տվյալ մարդու հետ քո լեզվով, որովհետև քո լեզուն, հազիվ դու ես հասկանում, մեկ էլ քո նմանները, էլ ոչ մեկ չի հասկանալու, այսինքն պետք է իր հետ մոտեցում գտնել այդ մարդու հետ, մոտեցումը լեզուն է, չէ, այսինքն իրան հարիր լեզվով պիտի խոսես, ցավոք գիտես, իհարկե, ես այսինքն հետո հետո դու քո նշադուղը իջացնում ես։ հետո ես շատ սեմինարների եմ եւ վերապատրաստումների եմ մասնակցել, օրինակ բանակցությունների թեմայով կամ հաղորդակցման հմտությունների, ու մի բան էր ինձ համար շատ պարզ, որ բանակցությունների օրինակ թեմայով այդ թրեյնինգները, որոնք բավական թանկ արժեին եւ այսպես բավական հայտնի մասնագետների կողմից էին անցկացվում, ինձ ոչինչ չէին տա, եթե ես չունենայի այդ հոտառությունը, իսկ այդ հոտառությունը ձևավորվել էր գրքերի միջոցով ու ես դա իմ կյանքում անընդհատ օգտագործում եմ։ Եթե ինձ պետք է օրինակ տուն վաճառեմ, ես տուն եմ վաճառում։ Եթե ինձ պետք է ինչ-որ, չգիտեմ, կահույքի գին գցել, ես գին եմ գցում։ Եթե ինձ պետք է ինչ-որ մեկի հետ համագործակցության դուրս գալ, մեծ մասամբ համագործակցության եմ դուրս գալիս ու լիքը նման բաներ իմ կյանքում տեղի են ունենում կամ թեկուզ, չգիտեմ, որ հասարակ տաքսու վարորդին պետք է համոզես, որ այս գրունտի վրա մի քիչ էլ գնա, որովհետև քո արշավական ճանապարհ ավելի հեռվից է սկսում, իսկ նկատում ես, որ մեքենան բարձր է եւ ուղղակի հավես չունի էլի գնալու։ Ասենք բոլոր այդ քո կյանքի ամեն մի հատիկ երկխոսություն կոմունիկացիա է, բանակցություն է, չգիտեմ, նման մի բան է։ Ու ինչքան էլ որ մենք անցնենք վերապատրաստումներ, եթե չլիներ իմ արտասահմանյան գրականության բազան, ես իմ կյանքում կարող կորած լինեի։ Իմ ընկերներից շատ են սիրում ասեն կամ ծանոթներից ասում են լեզուդ չլիներ կորած էիր։ Ու ես գիտեմ որ դա իրոք այդպես է։ Կամ որ ասեն լեզու չլներ ագրավները աչքերդ կհանեին, այդ ինձ են շատ ասում, էտա, մասնագիտական է։ Հիմա չասեմ, մենք էլ այդ գործիք ունենք գոյապահպանման համար։ Մի Բայց խոսքով, ասում գեղեցիկ խոսք է, գեղեցիկ է ուղղակի, սիրուն է։ հա,
Բայց երբեմն ես գեղեցիկ չեմ խոսում, հասկանում ես, իմ կյանքում պատահել են իրավիճակներ, որ կոնկրետ ինձ ուզեցել են այն փողոցային լեզվով ասած քցեն։ Ու հետո Բայց ստացվել է նույնիսկ կոպիտ այդ զրույց։ լեզվով խոսելը, նույնիսկ այդ կոպիտ խոսելը գեղեցիկ է։ Երբ դու ակուսամենան գրականության ամբիոն ես ավարտում։ Հա, մետաֆորներով։ Իհարկե։ Ամ, Գեղեցիկ մարդուն օրինակ լավ անցնենք մի փոքր դեպի այլ ժանր, օրինակ բերեմ, երբ որ մարդուն գեղեցիկ պորտատեղադրում ես անում, գեղեցիկ, ալեգորիկ, գեղեցիկ է նայվում կողքից, ինձ ինչու ոչ, նախ մարդուն զարգացնում ես, նոր Դրդում բառեր ես ասում, ինքնազարգացման։ տանում ես Տրանսֆորմացիայի դեպի ինքնազարգացման, ինքնաճանաչողության ճանապարհով ես տանում իրեն, գեղեցիկ ձևով ես տանում։ անկեղծ ձևով ես տանում։ Ճշմարտության Ճշմարտության ճանապարհով ուղեկցում ես իրեն։ շարժիմ Դա դեպի ձևը հավասարակշռություն։ ճանապարհում է։ Դե հա։ Դա էլ է գեղեցիկ, ասեմ քեզ, արվեստ է, նուրբ արվեստն է, պորտատեղադրման նուրբ արվեստ է։ Ու արի խոստովանենք, որ ինչքան էլ որ մեզ ի սկզբանե զգուշացվել է, որ մենք դատապարտված ենք փող չաշխատելու մեր մասնագիտությամբ, ոնց դու ասեցիր, ոնց քո մասնագիտական ճանապարհն այսպես մի քիչ տարբեր գնացել, նույն ձևով ինձ մոտ եւ մի քիչ ավելի ջեներալիստական գնաց հանգամանքների բերումով, ու ոնց որ մենք սենց անիծյալ ջեներալիստներ լինենք աշխատաշուկայի համար։ Որ բոլորը մտածում են, որ մենք ոչինչ չենք, որ դե գերընթարացնում եմ իհարկե, բայց պայմանական էլի, տենց շատ չընկնենք բարերի հետևից։ Շատերը մտածում են, որ մենք հավանաբար ոչ մի բանի մասնագետ ենք, որովհետև ամեն ինչից գլուխ ենք հանում, բայց արի ու տես, որ այդ ամեն ինչի մեջ գլուխ հանելուց մենք այդ ամեն ինչը կարող ենք անել, օրինակ, միջին մասնագետից, mid level-ի մասնագետից մի քիչ ավելի լավ սովորաբար։ Ու սա գլուխ գովալով չէ, այդ KPI-ներով կարելի է չափել, քննություններով կարելի է չափել, հազար մի բաներով կարելի է այդ ամենը չափել, այսինքն չափիչ գործիքներ գոյություն ունեն իմ կյանքում, իմ կարիերայի ընթացքում, որտեղ որ իմ գիտելիքը, իմ հմտությունները ինչ-որ բանը չափվել է, այդ չափիչ ինչ-որ միավորները եղել են բավական բարձր, անկախ նրանից ինչ ոլորտ է եղել, ու փող եմ աշխատել էլի, Հիմա, ասեմ։ որ ինչ-որ մեկը նման կարծիք է հայտնում, օրինակ, դե բնականաբար շատ հաճախ հանդիպում ես, ստանում ես այդ հարցից, դու ինչ մասնագետ եք, որ չգիտես ինչ մասնատվես, ինչ մասնագետ է։ Երեսա որ Մասնագետ գրականագետ է։ որովհետև ես արդեն հաջորդ պատասխանը գիտեմ, ինչա լինելու, հաջորդ հարցը արդեն կանխատեսելի է, էլի հաջորդ հարցը, բոլորն էլ են ասում։ Նախկինում կարողա փորձեի բանավեճի մեջ մտնեի, ինչ-որ բանապացուցեի, բան, հիմա էլ դա չեմ անում, գիտես ինչի, չեմ անում։ Նախ որովհետև եկել եմ հասունության այն մակարդակին, որ ես ոչ եթերային բառերով ասեմ, թքած ունեմ, թե ինչ կմտածեն, ով ինչ կմտածի իրականում, քիչ մեղմ արտահայտեմ, եւ վերջապես երկրորդը ես այլևս չեմ փորձում ինձանից կրթությամբ ցածր որևիցե մեկին ապացուցել իմ արժեքավոր լինելը, հասկանում ես իմ գիտելիքները, ոնց է գրել քո գրքում, մարգարիտներս խոզերի առաջ շախ չեն տալիս։ Ոնց է թխել Աստվածաշնչից։ Բայց մենք ժամանակին մարգարիտներ էինք պեղում ծովի հատակից։ Այդ մեր ձևիզները, կարգախոսներ ժամանակին, այդ գրուպան կա Facebook-ում դեռ մնում է իդեպ։ Հա։ Իհարկե, ես չեմ ջնջել այդ admin-ը, ես չեմ ջնջել դա, որովհետև ինձ համար դա շատ հաճելի հիշողություն է։ Մեր քննության գնահատականները, բոլոր ֆայլերը, ինչը որ դրվել է, պատկով այդ ամեն ինչը մնում է։ Նույնիսկ անդամ մասնակիցները, հա, ովքեր որ կան, բոլորը մնացել են, պահպանվել է բոլորը։ Ասածս որն է, ես այլևս չեմ իջնում ոչ մեկի կրթության մակարդակին,
աշխատում եմ մնալ իմ միայնության մեջ, ներդաշնակ ինքս իմ միայնության հետ, որովհետև ես գիտեմ, որ ես հասկացված եմ մենակ բացառապես իմ կողմից։ Նույնիսկ ես ինքս ինձ շատ հաճախ չեմ հասկանում, դեռ գնում եմ այդ ճանապարհով, ուր մնաց մի հատ էլ բացատրեմ, թե որը որից հետո է մի մարդու չէ, լավ է։ Մի Իմ բան միայնությունը արի թող մնա։ նկատենք եւ մի հռետորական հարց տամ։ Հիմա տես գրականագիտությունը, գրականությունը, սցենարը, բառերի հետ աշխատանքը, սյուժեների հետ աշխատանքը մեր երկրում մի տեսակ մերժվածոտ է, եթե ճիշտը խոսենք։ Օրինակ, ես երկար ժամանակ գիրք չէի գրում, որովհետև մտածում էի, թե որ գրեմ, ես այդքան փող չունեմ, որ հրատարակեմ, իսկ հրատարակիչները չեն հրատարակի իմ գրած գրքերը, որովհետև ես անհայտ մեկն եմ, առանց շատ հետևորդների եւ արդեն նախապես հաջողություն չունեմ, որ իրանք հետաքրքրված լինեն հրատարակելու, անկախ նրանից ինչ գրեմ։ Իհարկե, այս բանը արդեն այդպես չեմ մտածում, բայց երկար տարիներ այդպես եմ մտածել, ոչինչ չեմ գրել։ Հետո մտածել եմ, որ դե մեր ժողովուրդը չի սիրում հայ հեղինակներին կարդալ, սիրում են կարդալ օտար հեղինակներին, ու առհասարակ մենք ամեն ինչի օտարն ենք սիրում, օտար կրթություն ենք սիրում, օտար երկրների այսպես աղջիկներով եւ տղաներով ենք հիանում, օտար գրականություն ենք սիրում ու չենք հավատում, որ մեր մեջ կարա ստեղծվի այնպիսի գրականություն, որը նույնչափ լավն է, ինչքան օտարը։ Բայց դա լրիվ ռեալ է, էլի, մի տեսակ չեմ հասկանում։ Դա դեռ ենք ստեղծել չի, որ ֆինանսի եսի միջև կապ ունենա։ Չէ, ես օրինակ օտար գրական միջև արտասահմանյան գրականության հասնելը, ես սիրում եմ հայ գրականություն, օրինակ հայ գրականության նկատմամբ սերը ինձ մոտ առաջացել է, երբ առաջի կուրսում մենք հենց անցնում էինք հայ գրականություն։ Հայ գրականությունը ներկայացնելու ձևից, այսինքն դասախոս ով ինձ դասավանդել է, պարոն Գալստյանը, որ Բա ինձ էլ Դանիելյան սիրել Վահրամը եմ։ դասավանդում էլի շատ սիրում էի դասերը։ Դե միջև իմ համալսարան ընդունվելը ես շատ տարված էի Ռաֆիով։ Ես սիրում եմ Ռաֆու ոճը, ոնց է գրում, կես սիրուն նախադասություն է գրում, ու դա ինձ դուր է գալիս։ Սիրում եմ Նարդոս, սիրում եմ Բակունցի նկարագրությունների համար խելքս գնում է ուղղակի։ Այնքան պատկերավոր է նկարագրում, որ քեզ թվում է դու մտովի քայլում ես այն ճանապարհներով, որ ինքը նկարագրում է։ Դե Մթնշաղ։ Նարդոսը երբ եմ ասում, Նարդոսը արդիական է հենց հիմա։ Սպաս որ Բակունցից հիմա մի նախադասություն կարմիշ եմ տես ալպիական մանուշակից ինչի մեջ թաթախված բզեզին ծաղկափոշու մեջ թաթախված բզեզին Զարդափոշու, մանուշակը ճոճք էր թվում աշխարհը ծիրանագույն Բուրաստան։ ճիշտ է։ Բայց ասածս ինչ ասած Գեղեցիկ համեմատություն։ ասածս այն է, որ մենք ապրելով մի երկրում, որը հա գուցե այս վերջերս ինչ-որ բաներ անում են, որ ակտիվանա գրական կյանքը եւ այլն, բայց որ բավական անբարենպաստ է գրականագետների համար, չէ, օրինակ եթե բիզնես անալիստ լինեինք, դատա անալիստ լինեինք եւ այլն, կարող է ասենց մեզ շատ սիրեին էլի մեր ընկերություններում աշխատավարձերը ավելի հաճախ բարձրացնեին կամ ավելի շատ հարգանք տային նմանատիպ բաներ կամ ծրագրավորող լինեին կամ չգիտեմ, ամեն դեպքում կբացեինք աշխատանքների հայտարարության կայքը ու կգտնեինք մեր մասնակցությանը համապատասխան հաստիկ։ Ոչ միտեղ չես կարդա, չէ՞ գրականագետ։ Կամ անգամ սցենարիստների Մենք համար ունիվերսալ մասնագետ ենք, գիտես։ երբևէ չկա աշխատանքային հայտարարություն, փնտրվում է սցենարիստ, այդ ամեն ինչը կարգավորվում է ներքին կապերով, ու դու չես կարող մտնես այդ շուկա ուղղակի։ Էլ գիտես հիմա այս արհեստական բանականությունով պայմանավորված, հա, այդ քո ասած ընտրվում է սցենարիստ բան, հիմա ամեն ինչ արվում է արհեստական բանականությամբ, զրկված մարդկային գործոնով, ինդիվիդուալիզմը, այսինքն մղվել է արդեն երկրորդ պլան, ցավոք։ Մենք գնում ենք դրա։ Դες մի քիչ ավելի բարելավում տեսնում եմ ոլորտում իրականում, բայց այդ այն չի էլի։ Հիմա մի հատ այսքան երկար բանից հետո հին հարցին կամ հրետորական։ Հիմա որ այս կարգի
կարելի ասել դիսկրիմինացված վիճակով։ Օրինակ ես, օրինակ դու, եկել հասել ենք մեր կյանքում նրան, որ մենք ֆինանսապես անկախ ենք, որ մենք այսպես ունենք կայուն ինքնագնահատական, ունենք վերապատրաստումներ, ունենք ժամանց, ինչ որ հազար ու մի բան, մեր պահանջմունքները մենք կարող ենք ծածկել։ Բա պատկերացնում ես, եթե պետությունը ոչ թե գրականագետներին ճնշելու ամբիոններ փակելու փոխարեն, ոչ թե նման բաներ աներ, այլ առաջ մղեր մեր նման մասնագետներին, օրինակ, հնարավորություններ տար տպագրվելու, հնարավորություններ տար թարգմանվելու և դուրսը վաճառվելու, հնարավորություն տար դրսի սցենարական շուկա մտնելու ու նման բաներ։ Պատկերացնում ես ինչ կանեինք, եթե այս վիճակում մենք այդքան էլ ոնց որ աղքատ չենք, էլի չգիտեմ, պատմում ենք էլի մեր գլուխը մի ձև, չէ՞։ Հարցը ռետորական է, չէ՞ երևի, որովհետև եթե պատասխանեմ, պետք է գինու շիշը բերեմ դնեմ կողքից ու սկսեմ այդ հարցի պատասխանել։ Դավայ։ Ուղղակի ես չունեմ այս պայն գինի։ Նոր եմ տեղափոխվել, այստեղ դեռ շատ բան չունեմ, հələ դեռ իրերս էլ այստեղ իրար գլխի դարձած են, վարագույրներս չհարթուկած։ Արի ընդունենք սա որպես ռետորական հարց իրականում, որովհետև գնանք կխորանանք արդեն այնպիսի թեմաների մեջ, որը որ ցավոտ է իրականում։ Հա, շատ Իրականում ցավոտ է։ ցավոտ է։ Բայց ես ուզում եմ, որ մեր նման մարդիկ շատ լինեն։ Հա, ես էլ ուզում եմ չվերանալ մեր տեսակը, ու անկախ այս ամեն ինչից, որ մեզ դժվար է, ու իսկապես մեզ դժվար է, ու իսկապես մենք Ուզում եմ մարդկանց չհասկացված ենք։ ասեմ, գրքեր կարդացեք, շատ կարդացեք։ Գնացեք սովորեք արտասահմանյան գրականության ամբիոնում։ Գնացեք սովորեք, ուղղակի սովորեք, երբ որ մտնեք, այդ չեք ուզելու այնտեղից դուրս գաք, ուզելու եք որ մագիստրատուրան, իսկ տարիներով ցենց գնա ու դուք չավարտեք։ Դուք ուզենալու եք անդադ լիկվիդ մնաք, իտոգու չեք մնալու, բայց ուզում եք անդադ մնաք, որ չավարտեք այդ ամբիոնից դուրս չգաք, որովհետև այդ ամբիոնի այս դուռը բացում ես, արև աշողում այդ ամբիոնի ներսում։ Դե լավ, տենց թվում է սենյակի դիրքից է։ Չէ, Արևը մեր սենյակի մեջն է։ դիրքի այդ մարդկային ջերմությունն է։ Ես չեմ հիշում գեթ մեկ օր, որ ես այդ ամբիոնից դուրս գամ, դուրս եկած լինեմ անտրամադիր, Հա, վատ տրամադրությամբ, միշտ դուրս եմ եկել ոգևորված, ապագայի նկատմամբ հույսով լի, ինքնավստահ, չգիտեմ, ինձ զգացել եմ արժեքավոր, ինձ տվել են այդ զգացումը, հասկանում ես։ մեր ամբիոնի գիտես ինչն եմ սիրում, որտեղ սութի առաքինի մարդիկ չկան։ Տենց մարդիկ կան, չէ, որ իրանք սոցիում վերջն են, առաքինի են, ավանդապաշտ են, եւ այլն են, էս են, են են, կանոնավոր գիտնական են, չգիտեմ ինչեր, բայց այն որ անձնական կյանքում մի երկու բան շփվում ես հետնել եւ այլն, լիքը բանից sense ասում ես, ինչ ֆի է, դες դու գնա քո հանրային ելույթները ունեցի, ուրախացի գրքի հետ հրատարակի, թող քեզ ծապտան, բայց ինձանից հեռու։ Մեր ամբիոնում տենց մարդիկ չկան։ Մեր ամբիոնում բոլորի մոտ վատը երևում է, ջրի երեսում է, լավը, այսպես ջրի տակն այն այսբերգների նման։ Իրանք իրանց կյանքի այսպես վատը ոնց որ ոչ քողարկում, ոչ էլ մի բան, ոչ էլ դնում Մելին, մտածում են գիտես ինչ է անեմ ինչից է, հասարակության աչքին լավ դե եղավ։ գիտես ինչից է, դե գիտես ինչից է։ Ինչից։ Ի վերջո, հիմնական օրինակը ես ինքս ինձ վրա եմ հապերում, միշտ օրինակը ինձ վրա բերեմ, ինձ ոչ մեկի կյանքը չի հետաքրքրում։ Եթե ինձ հետաքրքրի ինչ-որ մեկի կյանքը, քիթս մտցնեմ ինչ-որ մեկի կյանքը, գիրքը կբացեմ, քիթս կմտցնեմ այդ գրքի մեջ։ Կկարդամ այդ գիրքը օրինակ, կծանոթանամ այդ գրքի հերոսի հետ, օրինակ։ Այդ ամբիոնում բոլորը մարդկային են, իսկ մարդը սխալ է կանում։ Սխալ կանես, ճիշտ կանես, ի վերջո մարդ ես։ Այնտեղ ոչ մեկը ոչ մեկին քննադատաբար չի վերաբերվում։ Դրա համար հայրական տան նման է, չէ՞, այն որ դու գիտես, որ դու ամեն ձև այդտեղ կընդունվես, որ ոչ ոք քեզ Երբ դու չի սխալ ասելու ես անառակ անում, դուրս եկ երբ տնից։ դու սխալ ես անում, որ սխալը քեզ բացատրում են։ Այսինքն ես այդ ամբիոնում ցածր գնահատական ստացել եմ։ Չեմ ասում չեմ ստացել բացարձակ, հա, անվճար սովորել եմ, բայց
Չեմ ասում չեմ ստացել։ Ստացել եմ ցածր գնահատական, ստացել եմ իմ սիրելի դասախոսների կողմից, բայց երբ ինձ ցածր գնահատական էին դնում, ցածր չեմ ասում, այնտեղ 8-9 10, չէ։ Օրինակ 16-17, ինձ համար դա ցածր էր, բայց ինչ է, երբ ինձ դա դնում էին այդ գնահատականը, ու ես ստանում էի, որ դնում էին, մեկնաբանում էին, ինչու, որտեղ ա եղել իմ թերությունը։ Հաջորդ քննությանը ես ստանում էի 18-19, հետո նորից էին ասում ինչի 18-10, այսինքն իրանք ինձ տալիս էին ճանապարհ կատարելագործվելու, այնպես չէ դրեցին, որովհետև դա իրենց քմահաճույքն էր, տենց ուզում էին, չէ։ Իրանք քեզ ասում են ինչի համար, որտեղ ա եղել քո թերացումը, որպեսզի դու հնարավորություն ունենաս դա շտկելու, ու իրանք օգնում էին, որ դու դա շտկես։ Հիշում ես Նատալի Կարինովյան ինչքան էր կուրսայինների, թեզերի ամեն ինչի վրա, ամեն ուսանողի հետ, ես իմ ինչքան աշխատում, Ու խոսում, ամեն չէ, մեկին օրինակ հավասար։ դասամիջոցներին։ Իմ ջրած ես հիշում եմ, որ դասամիջոցներին, այսինքն դասամիջոցը որն էր, Նատալի Կարենինայի դասը վերջանում էր, բայց չէ, մենք իրան որոշել էինք, որ դասամիջոցին մենք իրան բաց չպիտի թողնենք, մենք իրան ընդհանուր հարցեր էինք տալիս, ու կապ չունի, որ հաջորդ դասը պետքա սկսվի, այն մյուս դասախոսը արդեն եկել ա սպասում, մենք խոսում էինք, բայց մենք հարցեր ունեինք։ Մեզ համար այդ ինչքան էր տևում դասը, 90 րոպե, հա, Մեզ 60 համար այդ րոպե, մի հատ ինչքան էր տևում։ կյանքի ակնթարթ էր։ Հա, ու մեզ համար դա քիչ էր։ Հա։ Ես մագիստրատուրայում սովորելու տարիներին 7-ից շուտ տուն չեմ մտել, նույնիսկ 8-ին եմ տուն, այսինքն ընթերցասրահում էի միշտ լինում, էլի, Թերեսի մինչև այն պետ պահը, էի, երբ էլի, փակվում էր։ հիշում եմ։ Հիշում ես, չէ՞։ Ես այս նկարներ ունեմ, կարծես թե դու ես արել, Ես որ ես էի, դու քնում էի էիր, գրքերի հետ։ Կարենն էր, դեղել էիր կոկի։ Հա, հատկապես որ Որ տեղափոխվում ենք քնում էի, ազգային։ գիրք կարդալուց քնում էի ու ինձ տենց նկարել էիք, այդ նկարներից կա։ Գիտես Հաճելի ինչն եմ էր։ հիշում։ Հա, այս Ու թեզս գրադարանավարուհիները մեզ միջև հիմա հիշում են, իդեպ եթե իրանք նայեն այս ամեն ինչը ջերմ բարևներ իրանց, որ միջև հիմա երբ պետհամալսարանի կողքով անցնում եմ, պարտադիր բարձրանում եմ իրանց տեսնում եմ, վայ, պարտադիր։ ես էլ բասա իրոք Ասում ես էլի, գրքի հետ շփվող մարդը ուրիշ ա, կարդացող, ընթերցածեր, գրքի հետ շփվող, գիտես ինչն եմ հիշում, այս իմ թե մագիստրոսական թեզը, թե թեկնածուականս դե Նատալի Կարինովնային էի տվել, որ ինձ ղեկավարի, ու քանի որ իմը իսպանական բաժին էր, եւ այդ պահին իսպանախոս դասախոսների դեֆիցիտ ունեինք, այդպես փոխանցել էին Նատալի Կարինովնային, ում համար որոշ բաների մնտրածներից նորույթ էր, որովհետև ես ինքս շատ էի ուզում նոր բան գրեմ, ոչ թե հին թեմաները ծեծեմ, ու ինքը մինչև իմ գրելը գտել էր ողջ գրականությունը ինձ անհրաժեշտ եւ ուսումնասիրել էր, որից հետո նոր փոխանցել էր ինձ։ Այսինքն ինքը մի հատ գլխում գրել էր իմ թեզը, նաև թեկնածուականը, որից հետո տենց փոխանցել էր ինձ պատկերացնես ու թեկնածուական ժամանակ էլ մի հատ խելար բան ասեցի ես ուզում եմ միֆերը լատինամերիկյան բացեմ սիներգետիկայով, սիներգետիկան էլ դե ֆիզիկա է, գնացել էի սիներգետիկայի այսպես 3 ուղղություններ, ռուսական, ամերիկյան եւ գերմանական շկոլաների գրքերը բերել էի եւ այլն, չգիտեմ, ինչ-որ բաներ էի կարդում, ու Նատալի Կարենովնաս չվախեցավ իմ առաջարկած մտքերից եւ այլններից ու հիշում եմ մեր այդ երկար զրույցները թեզի շուրջ ու ինչքան հաճելի է երբ դուք երկուսով քննարկում եք գաղափարներ ժամերով ու զուտ կարող եք իրար ասել ցտեսություն որովհետեւ օրինակ քննելու ժամն է գալիս կամ արդեն պատշաճ չի այդքան երկար չգիտեմ ինչ որ միտեղ մնալ կամ այդ ինչ որ միտեղը փակվում է չգիտեմ շատ ջերմ հիշողություններ իրականում ցանկացած մարդու մեզ համար, ես համենայն դեպս տենց եմ կարծում, վախս բերել է, մեծ պատիվ եմ ունեցել, նման մարդկանց մոտ կրթություն ստանալու համար։ Ու ես կուզեմ, որ շատերը այդ հնարավորությունը ունենան,
չփակվի այդ ամբիոնը, շատերը հնարավորություն ունենան մտնել այդ ամբիոն, հերիք 2-3 րոպե մնան, էլ չեն ուզենալու դուրս գալ, Տենց է։ Մենք էլ մինչև հիմա ոնց որ դուրս չենք եկել իսկապես։ Նստենք երբեք, ոդքաստ ենք անում։ մել երբեք, Գիշերվա երկուսն է գալիս։ դուրս չեմ եկել։ Շեվա երկուսն է, ես երբեք էլ դուրս չեմ եկել այդ ամբիոնից։ Հա, ես ասպիրանտուրան գնացել եմ ազգային ակադեմիա, բայց այդ կապ չունի, ես հավերժ ԵՊՀ-ական եմ, ես հավերժ արտասահմանյան գրականության ամբիոնի ուսանող եմ։ Եթե ես էլ օրինակ հոգեբանություն սովորից հետո ինձ շատ հոգեբան է զգում, էլի։ Բայց չեմ կարողանում անտարբեր մնալ։ Օրինակ, իմ գրառումները Facebook-ում արտասահմանյան ամբիոնի գրականության ամբիոնի փակման արդիվ հոգեբանի գրածներ չեն կոպիտ ասած։ Այսինքն դրանք շատ անձնական են եւ անձնականը չի ված, որովհետեւ էլի անձնական բան կարես գրես այսպես case study կարգի եւ այլն, բայց չգիտեմ, ես ինքս եթե կարդայի ինչ-որ հոգեբան այդպիսի բաներ ա գրում, ես կմտածեի շատ լավ մարդ ա եւ այլն, բայց կմտածեի գնամ իր մոտ իմ թերապիան թե չէ։ Ու ես դրանից հասկացա, որ այո, ես շատ ներդաշնակ եմ հոգեբանության հետ որպես մասնագիտություն, ես դա շատ եմ սիրում, ինձ շատ հաճելի է, ես աշխարհում շատ բան տեսնում եմ հոգեբանության պրիզմայով, ու իրականում դա նոր բան չի էլի, դա արտասահմանյան գրականության ամբիոնի դասերից էլ այդ պահը կար մոտս, բայց ամեն դեպքում այնքան կպավ ու խոցեց իմ ինքնությանը այդ լուրը ամբիոնը փակվելու, իմ ինքնությանը, իմ մասնիկին, որ ես հասկացա, որ ես իրավունք չունեմ իմ ներսի գրականագետին կոմպենսացնելու հոգեբանությամբ։ Այո, ես նաև հոգեբան եմ, բայց դա չի նշանակում, որ ես պետքա դադարեմ գրականագետ լինել։ Դա իմ ինքնությունն է, ես առաջի հերթին այդտեղ եմ ձևավորվել, այդպիսին եմ ձևավորվել ու զգացի, որ ուզեմ հետագայում ինչ որ մի կերպ ավելի վերադարձ կատարեմ դեպի իմ այդ առաջին մասնագիտություն, դեռ չեմ պատկերացնում ոնց, բայց ինքնության վերադարձ։ Այդպես։ Չէ, ես չգիտեմ, ահա ինձ էլ երբ այդ նորությունը կարդացի, առաջի երևի մի 10-15 րոպե շոկ էր ու ասենց քայլում էի, տան մեջ քայլում էի, պարզապես քայլում էի, չգիտեմ ինչի համար էի քայլում, ստրեսային իրավիճակ էր, ոնց որ տունդ քանդեն, այդ զգացողությունն էր մոտս, ոնց որ տունդ քանդեն, բոլոր լավ օրերս աչքերից 2 տարվա պատմությունը աչքերիս առաջով անցել է, բոլոր դասախոսները, ես չգիտեմ ուղղակի էլի, որ չգիտեի որ մեկին նշեմ, որ մեկին թողնեմ, որովհետև բոլորը իրենցով իմ աշխարհընկալման վրա ազդեցություն ունեցել են, ունեն։ Ու գիտես, դասախոսներ կան, որ ինձ դաս են տվել օրինակ 1-20 կամ չգիտեմ, շատ տարիներ է անցել էլի, օրինակ, մինչև հիմա օրինակ ակադեմիայում տեսնում են, իրենք ինձ հիշում են։ Այսինքն իրենք մեզ չեն վերաբերվել որպես ուսանողի, ուղղակի ուսանող, որ սա կավարտի կգնա ու վերջ, չէ, իրենք մեզ որպես մարդ ընկալել են, ընկալում են, մեզ հիշել են, հիշում են, չգիտեմ, այնքան հաճելի զգացում է այդ զգացումը, որ կարող եք կանգնեք, խոսեք ու դու զգում ես, որ ինքը քեզ հիշում է։ Ոյ, իդեպ Արսենյան Վահեի հետ եմ վերջերս շփվել մեր դասախոսներից ու իմացա, որ ինքն էլ է գնացել հոգեբանություն սովորելու ու ոնց որ գրականագետների մոտ հոգեբանության նկատմամբ սեր կա, հա, արդեն երրորդն է, հա, Նատալի Կարինյան, Արսենյան Վահեն, ես այսպես դեպի հոգեբանություն գնացինք ու այնքան հաճելի է, երբ հանդիպում ես դասախոսի, դու արդեն մեծացել ես ու արդեն կարելի է նստել իրար հետ մասնագիտական առումով ինչ-որ բան քննարկել ու էլի հիշել տարբեր հետաքրքիր երևույթներ ու նաև կուզեմ նկատեմ, որ մեր ամբիոնում մարդիկ են, ովքեր իրական են, այսինքն իրանք ինչ մեզ սովորացնում են, այդ էլ ապրում են ու այն որ ասում են դու գիրք կարդացող ես, դու գիրք կրծող ես, բայց դու փորձ չունես, այդ ծիծաղելի է զուտ, որովհետև հա մենք այդքան հեղափոխական գրքեր էինք օրինակ կարդում ու մեր դասախոսները այս տեղում նստած չեն։ Այդքան հեղափոխական գիրքը իր ազդեցություն թողել է։
նույն Արսենյան Վահեն էր, տարբեր ցույցերի մասնակից, նույն Տիկին Սեդրակյանին, ինչի համար այսքան սկսեցին հալածել, որովհետև ընդդիմադիր է եւ այլն։ Այսինքն իրանք իրենց օրինակով ցույց են տալիս, որ այն արժեքները, որ մեզ դասավանդվել է, իրենք կրում են եւ թեկուզ դա բարդ է, բայց իրենք դրան հավատարիմ են, իրենք դրան ծառայում են խոնարհաբար, ինչքան էլ մարդկանց համար մեծամիտ լինեն, մեծամիտ բան, իրենց արժեքների համար իրենք խոնարհ են։ Ու կարծում եմ, որ ամենակարևոր բանը, որ ես վերցրել եմ մեր ամբիոնից, այդ հենց խոնարհությունն է։ Արժեքների նկատմամբ, քո, չգիտեմ, աստծու նկատմամբ, կամ Դες քո լավ ասեցիր, հավատքի նկատմամբ խոնարհությունը։ արժեքների հավատքի, Ոչ այ լավ մարդկանց։ ասեցիր, այնպես բերեցիր, էլի, որովհետև կյանքում հաստատ ես խոնարհ չեմ, ես իմ մասին ասեմ, ես խոնարհ չեմ։ Մարդկանց նկատմամբ խոնարհ չես, բայց արժեքների Մարդկանց նկատմամբ, այ արժեքների նկատմամբ բան չասեցի, արժեքները իսկապես տվել են արժեքներ, որը որ սրբությամբ պահպանում եմ, սրբությամբ պահպանում եմ։ Դե գնանք քրենք երևի երկուսն եկավ։ Մինչև լուսաբաց է սենց կխոսեմ, բայց գնանք քնենք երևի։ Արի, բայց այսքան գովեցինք ամբիոնը մեր դասախոսներին, թերես, արի պատմենք մարդկանց, քանի տարի ենք մենք շփվում ու մեր այս անվերջ զրույցները երբեմն առ երբեմն մեզ փրկում են մեր կյանքի բարդ վիճակներում։ Քանի տարի։ Իմ ջելս երևի այդ գրականության ազդեցությունն էլ է, հա, երևի որ մենք եղել է ժամանակ, որ երկար ժամանակ չենք շփվել, բայց ինձ մոտ այն զգացողությունն է եղել, որ ես քո հետ հոգեպես շփվել եմ։ Բայց դու ինքս զգացել ես, ինձ որ ինձ հետ չես շփվում այդ ընթացքում։ բնականաբար այդ ընթացքը չէինք, այսինքն կար շփում, բայց չկար շփում, դե ոնց բացատրեմ։ Ամեն մեկս իր մասնագիտական գործունեությունն էր ծավալում այդ պահը, ոնց որ փորձում էինք մեկ-մեր տեղը գտնեինք, Տվայտվեինք մեր կյանքի տարբեր փուլերում։ Բայց այդ ընթացքը ես հոգեպես սրտով քո հետ շփվում էի։ Ես քեզ հարց էի տալիս, դու պատասխանում էիր ինձ, բայց իմ հաշվում։ Ես այդ ամբողջ ընթացքում մի վայրկյան չեմ կասկածել, որ մենք, չգիտեմ, քույրեր ենք ու այսպես նույն արյունից ենք, ընտանիքի պես ենք, մի անգամ այսպես կես գրամ գլխովս չի անցել նման բան։ Ու ես միշտ իմացել եմ, որ երբ էլ ես զանգեցի, նույն ջերմությունն է լինել։ Ուղղակի հա, ինչ-որ ընթաց կար, որ մենք շատ խառնեինք մեր գործերով։ Մեր կյանքն է ստիպում իրականում։ Շատ հաճախ մարդիկ այդ չեն հասկանում, հա, ու շատ հաճախ էլ շատ ընկերներ մեր կյանքից գնում են հենց դրա համար, որովհետև ես գլուխ չեմ գովում, ոչ էլ ինձ գովազդ եմ անի, ես լավ ընկեր եմ, իսկապես շատ լավ ընկեր եմ, բայց արդյոք մարդիկ կարան ինձ համար լավ ընկեր լինեն, չէ, որովհետև ես այնքան զբաղված եմ անում, ես չեմ կարող իրենց այդ ուշադրությունը տամ, բայց եթե պետք լինի, ես իրենց կողքը կլինեմ ցանկացած պահի, երբ զանգեն եւ հասկանում ես, բայց ես չեմ կարող ամեն օր զանգեմ, ամեն օր սկսեմ խոսել իրանց հետ կամ չգիտեմ, դա կլինի արդեն մի փոքր կեղծ, պարտադրված, ես չեմ ուզում պարտադրված ոչ մի բան, պարտադրված հարաբերությունները այդ լավ չի, ու հայ եթե ինչ-որ մեկին օրինակի համար ամեն օր գրում եմ բարև ոնց ես, բարի լույս ոնց ես, եթե ես ինչ-որ մեկին գրում եմ, այդ մարդը ինձ համար կոլեգատ է, դու պետք է էլ այդ շփվես ամեն օր, նույն թազքերի շուրջ։ Ուրեմն այդ մարդը այնքան երջանիկ պետք է լինի, որ ունի ինձ նման ընկեր, ասենց ասեմ։ Իրականում իմ դեպքում այդպես է, որովհետև ես նվիրվող ընկեր եմ։ Ես դժվարության մեջ չթողնող ընկեր եմ, ինչով կկարողանամ օգնեմ, ձեռքը մեկնեմ, այդ էմպաթիան է, էլի գրականությունից եկող, այդ էմպաթիան է։ Բայց ես չգիտեմ այդ ծանոթությունը ոնց է սկսվել, ինձ թվում է մենք անցյալ կյանքում էլ ենք իրար հետ եղել, 4 տարի իրար բարևենք, իրար հետ չխոսենք, բայց մագիստրատուրայում գանք նստենք իրար կողքին, խոսենք այնպես, ոնց որ մենք շատ վաղուց իրար ճանաչում ենք։ Իսկապես քանի տարի է արդեն, մի հատ թիվ է սա, էլի թիվ եմ ուզում։ Որը այն բարևել իրար, բայց չճանաչելը հանած։
16 տարեկանն եմ ընդունվել, մինչև 20 իրար բարևել ենք, այդ 4 տարին իրար հետ չենք սովորել, ուղղակի բարևում ենք իրար, 20-ից ընդունվել ենք մագիստրատուրան, ես 20 էի ժամանակ մի քիչ ավելի մեծ, ու հիմա 32 եմ, 12 տարի է մենք իրար հետ շփվում ենք, Ես ընկեր չունեմ, ընկերից մեր դու մեր ընկերությունը դինոզավրի դարաշրջանից է ով իմանա, ես այնպեսի ընկեր չունեմ, ում հետ շփվել եմ 1-2 տարուց ավելի։ Միակն ես, 12 տարի, մի հատ ասա 12 տարի, իսկ ամուսինները իրար հետ այդքան չեն ապրում, ինչքան մենք ենք իրար հետ ընկերություն ապրում, այնպես որ մեր շնորհակալ եմ քեզ, որ չես վախեցել իմ խորությունից։ Իսկապես խորությունից, չէ, բայց լուրջ էլի, ամեն մարդ չէ, որ շնորհակալ, որ դու դա ցույց ես տվել։ Հա, ինձ էլ խորություն ցույց չեն տալիս, ձանձրանում գնում եմ։ Չէ, երևի զգացել եմ, որ դու կհասկանաս դա, կընդունես դա, դրա համար ցույց եմ տվել, ամեն մարդու չես կարող այդ ցույց տաս, բայց ամեն մարդը ի վիճակի չի, այդ ուժը չունի դա ընդունելու համար, էլի, որ կարողանա այդ խորության տակ շնչի, ոնց որ օվկիանոս լինի, Մարիանյան իջված գնա, էլի, որ կարողանաս շնչել այդ խորության մեջ։ Բայց մենք պարապատ ենք արտգրակի ամբիոնում, խորության մեջ շնչել է։ Հա, բայց ես էլ եմ այդպես, ես կարող եմ ցանկացած մարդուն այդ կարեկցանքը ցույց տալ ու չգիտեմ։ 12 տարին թիվ է, այդ լուրջ թիվ է, այդ արդեն ամբողջ կյանքի համար է։ Այդ արդեն սեր է։ Սեր է։ Ինչ որ քիմիա չսուտի։ Դե հա։ Այդպես։ Ուզում ես մի 4 րոպե էլ սենց ձգենք դառնա ուղիղ ժամը 2-ը։ Ձգենք, արի ձգենք։ Հա, ես կլոր թվեր սիրում եմ։ Հա, ամբողջական Աստծո հետ կապում են, չէ՞, ինչ որ մեր բաներով։ Ինչ իմանաս, Մետաֆորներով հակառակ կողմնա։ Ես հակառակ կողմն եմ ներկայացնում մի 80%-ով, բայց ով իմանա, ինչ իմանա, մեր կախված իրավիճակից, տոկոսային հարաբերությունները շուտ փոխվում է։ Քո մասին որ նման բաներ չասես, ինձ թվում է ուրիշները չեն ասի։ Իսկ գուցե դա զուտ ինքնապաշտպանական ռեակցիա է, որ ոչ մեկ չմոտիկանա, էլի, որ ոչ մեկ չմոտիկանա, իմ բարիությունից ոչ մեկ չօգտվի։ Բայց հիմա արդեն սաղ իմացա, որ բարի ենք։ Չէ, բարի չեմ, ժողովուրդ, բարի չեմ, բարի չեմ։ Բհուկ։ Բհուկ։ Հիմա դեռ բացատրի, որ Ճիրակում շատ աբիդնի է, էլի, այդ կոմենտները, որ կարդում ես մարդկանց, այդ Տիկին Սեթրակյանի հետ կապված, ինչի այդ բարին, որ ասեցիր, այն որ մարդկանց թվում է, որ այդտեղ ինչ որ մարդիկ են, ովքեր ասում են ամեն ինչ քանդեն, փչացնեն, խեղաթյուրեն գոյություն ունեցող լավը, մեկն էլ գրել էր, որ Տիկին Սեթրակյան Սկոպուսում հոդված չունի, դրա համար ամբիոնի վարիչ լինելուց զրկվել է։ Որ Այմջեր դա ԵՊՀ-ի էջում կարդացի, ես տենց ինչ-որ բաներ գրել էին, չէ՞։ Թե սխալվում եմ, ինչ-որ միտեղ ինչ-որ բան կարդացել եմ տենց ինչ-որ։ Բայց ասենք մարդ քանի տարի է, որ ամբիոնի վարիչ է։ Ասենք իրենց ասելով չի կարողացել մնալ ամբիոնի վարիչ, քանի որ Սկոպուսում հոդված չունի։ Բայց այդքան չի կարողացել մնալ ամբիոնի վարիչ, ես կհասկանայի, եթե ասենք դառնար ամբիոնի վարիչ, մի տարվա մեջ Սկոպուսի հոդված չգրեր եւ ասեն դե գիտես մի տարի անցավ արդեն հերիք եղավ էլի, երբ ես գրելու այդ հոդվածը։ Բայց մարդ քանի տարի ամբիոնի վարիչ էր։ Ու ասենք նման ձևով մարդու գիտական աշխատանքին առանց ծանոթ լինելու դեզինֆորմացիա են տարածում, մարդիկ կարդում են այդ տեղեկատվությունը, ուրախանում են, լայքում են, ասում են ինչ լավ է, ինչ ցավը գիտես որն է, որ այն մարդը, որ նման բան է գրել, ընկեր Սեթրակյանի ստացած կրթության կեսի 0.0001% անգամ չունի ու ինքը համարձակությունը հայտնում նման կարծիք հայտնելի։ Ոյ, հələ սպասի, բան հիշեցի այդ կեսը, որ ասում ես, մեկն էլ ինձ ֆրեքսում էր գրել, ինչ որ բան։ Մի խոսքով տենց նեղվել է ինչ որ մի բանից, հա, այն որ Տիկին Սեթրակյանին գրել էին, որ weaponization բառը, որ զենքայնացում բարգորություն չունի, դրա վրա որ ասել են, դե Փաշինյանը գոնե թարգմանել է,
մի խոսքով։ Հիմա դրան ինչ որ բան եմ մեկնարկ գրել, մեկնաբանել ու մեկը գրել է այդ գրողը ինձ նկատի ունի, հաստատ Անուշ Սեթրակյանների մոտ է կրթություն ստացել, մտքերի մակարդակն է վկայում։ Այդպես մի երկու բան եմ գրել, ինչ մտքեր, Մտքերի մակարդակը, հա, օй, մտքերի մակարդակն է ափսոս վկայում։ այդ մակարդակը դու չունես։ Ու այդպես գրել է, ասում էի ցածրակարգ մտքեր են, նաև տրամաբանության օրենքների հետ կապ չունեն։ Իմ մտքերը էլի։ Հիմա չեմ ուզում ասեմ իմ մտքերը էին, իմ մտքերը ցածրակարգ, իմ մտքերը տրամաբանության հետ կապ չունեն։ Դե կարա նման բան լինի, բայց նայած ինչի հետ ես համեմատում։ Հիմա եթե ես իմ Facebook-յան գրառումները համեմատեմ ակադեմիական գրականության հետ, հա կլինի ցածրակարգ, ոչ մի գիտական հիմնավորում չկա, հողմներ չեմ գրում եւ այլն եւ այլն։ Բայց երբ իմ գրած գրառման օրինակ մտքերը համեմատում ես fake account-ա քոնը, որտեղ չկա միտք գրած առհասարակ, դա արդեն մի տեսակ դա կոչվում է արժեզրկում։ Այդքան բան։ Դե արի պետքա տիկետներից պաշտպանվենք, բայց ոնց։ Թե չէ մեզ մեր գոյության վտանգ ասպառնում թերես։ Ամբյանը փակում են մեր նմաններ, որ էլ չարտադրվեն։ Տիկետները արժեզրկում են մեր դասախոսներին, մեզ եւ այլն։ Ինչ անել ես ամենի դեմ։ Կյանքի օրենքն է, ինչքան դեբիլ ես, այնքան հաջողակ ես։ Այդ ես չեմ ասել։ Հետի փորձն է ցույց տվել կյանքի բազմադարյա փորձն է, ինչքան դեբիլ ես, այնքան հաջողակ ես։ Դու շատ բաների մասին չես մտածում, շատ բաներ քեզ չի անհանգստացնում։ Այնքան որ ուտելիքդ լինի, լափդ լինի, ուտես, ապրես, վերջ, էս հասկանում ես, շատ հարցեր իրանց մարդկանց չի հետաքրքրում, վատը էդ է։ Հա մենք սև սպիտակ չենք անում, էլի մենք դուք այդ ուղղակի Չէ, խոսքի մեջ չէ, տենց ստացվում է։ Դե չենք անում, հիմա եկանք հասանք այն նորից այն կետին, որ ասում եմ մեր հասարակությունը, հիմա նայ այդ կոմենտի լայքողների քանակը էլի, մի հատ նայ։ Տիկին Սեթրակյանի հետ գրածի, այն ժամանակ որ նայել էի 100-ից ավել լայքել էր նրան, որ իբր Տիկին Սեթրակյանը տենց գիտական բաներ չունի էլի, նյութեր։ Լայքողները, ես վստահեցնում եմ, որ նույնիսկ Տիկին Սեթրակյանին չեն էլ ճանաչում։ Մի հատ Google էլ չեն, տենց մի հատ բան կա չէ, որ Google search գրում ես Անուշ Սեթրակյան search կամ գիտական աշխատանք։ Մարդիկ լավ էլ են գործում են, որ նույնիսկ մարդիկ, մեր շատ մարդիկ տարրական պատասխանատվություն կրելու ունակություն չունեն սեփական արտահայտած մտքի համար։ Այսինքն ասեցին, անցավ գնաց առաջ։ Մեկը մի բան է ասում մի քիչ սիրուն բառերով, սկսում են լայքելը, բայց մի քիչ ուղեղները զոր տան, մտածեն, այ ինչա տալիս արտասահմանյան գրականությունը, մտածել եւ վերլուծել, ոչ թե ուղղակի լայքել անցնել առաջ։ Լայքել անցնել առաջով չի է, մտածել, վերլուծել, սեփական կարծիք ունենալ, ոչ թե ուրիշի կարծիքը լայքել, բայց սեփական կարծիք ունենալ։ Ես քեզ վստահեցնում եմ, այդ 100-ից ավել մարդիկ, որ լայքել են այդ մարդու գրածը, Տիկին Սեթրակյանին չեն ճանաչում։ Պարզապես չգիտեն իրենց ավալած գործունեությունը։ 700-ից ավել մարդեր լայքել։ Հարցը լայքերի քանակը չի, էլի, հարցը մեր հասարակության դիմանկարն է։ Մեր հասարակության, այո, հիմա եկանք հասանք նորից իմ ասացին, որ այո, մեր հասարակությունը զարգացած չի։ Հա, իրականում այդպես է, մեր հասարակությունը զարգացած չի։ Ու իսկապես մենք համակարգային մտածողության առումով շատ թույլ ենք։ Ու գիտես, Տիկին Սեթրակյանն իրավ տարվում է, ախր պրոպագանդան այնքան սիրուն ձևով, իսկապես գեղեցիկ ձևով, շատ կաթիլ առ կաթիլ տարվում է, որ մեր հասարակությունը դեգրադացվի, սկսեմ հանրամատչելի գրականությունից ու սերիալներից, հələ գիրքը մի կողմ դնեմ, գիրքը կամ կկարդաս կամ չէ, ցանկացած վատ գիրք էլ որ կարդաս, կարող է գեղեցիկ լեզվով գրած լինի, լեզուդ բացվի կոնե գեղեցիկ սկսես խոսել է, բայց սերիալները դա ուրիշ ժանր է։ Դա մի հատ ուրիշ ժանր է, սկսած բռնությունից, վերջացրած լեզուն բռնաբարելով։ Բռնությունը կանանց նկատմամբ, բառապաշարի տեսանկյունից, Կնոջ երբ որ կերպարը, ես հայ կնոջ կերպարը սերիալներում, մշտական սով։ Դա ուրիշ ժանր է, դա ուրիշ ժանր է, թեպետ ես ողն եմ։ Պատուհանը բաց է լինում, լսում եմ փողոցում խաղող երեխաներին, խաղացող երեխաներին, թե ինչեր են խոսում,
Ահավոր է։ Ինչ բառապաշարով են խոսում։ Դա սերիալային բառապաշար է, ես քեզ ասեմ։ Ու շատ վատ է նաև, որ այդ երեխաները ի վերջո ընտանիքից են, չէ՞, դուրս գալիս։ Ծնողն էլ պետք է լինի գեղեցիկի կրողը, որ կարողանա երեխային գեղեցիկը տա, ինչքան էլ երեխան սերիալ նայի, բայց ծնողը ամեն դեպքում կարող է նենց անի, որ ես չեմ ասում երեխան դրա հետ չպիտի շփվի, ոչ, երեխաները պետք է շփվեն թե լավի, թե վատի հետ ու կարողանան տարբերակեն լավը վատից, հա, այսինքն այդ տարբերակելը ծնողն է սովորացնում արդեն։ Բալիկ ջան, սա վատն է, բալիկ ջան, սա լավն է։ Հասկանում ես։ Այդ ծնողը պետք է լինի կրողը, որ կարողանա փոխանցի, որ ունենանք զարգացող սերունդ, զարգանալ ձգտող Ծնողը սերունդ։ ալիքը միացնում է, այդ սերիալը գնում է։ Հիմա պատկերացրու այդ ալիքը միացնել մի քիչ ավելի նորմալ սերիալ գնար, այսինքն չլիներ այն կոնտենտը, որ ինքը հիմա սպառում է, ինքը ստիպված լիներ գտնել դրա ալտերնատիվ կոնտենտը։ Իսկ քանի որ ինքը հիմնական հայալեզուի է սպառում, այդ ալտերնատիվը էլի հայալեզուի մեջ պետք է Հիմա գտնել։ ես քեզ ասեմ ցավոք, քանի որ ես էլ ունեմ երեխա, ով այնպիսի տարիքում է, որ լավը վատից անջատելու, տարանջատելու փուլում է, ու դա բնականաբար բացի դպրոցից, իսկ դե դպրոցը քանի որ իրան կրթվում է նաև անուս Տետրակյանը, բան չունեմ ասելու, բնականաբար գիտելիքները ինքը ստանում է, նաև իմ կողմից, այսինքն այստեղ ընտանիք, դպրոց, համագործակցությունը ամեն դեպքում կա, հա։ Ես ստիպված եմ լինում, այո, մեր տանը հեռուստացույց չի միանում, առհասարակ հայկական սերիալներ բնականաբար ոչ նայում ենք, ոչ, հա, ես իրան այլ լեզվով կոնտենտ եմ տալիս, որտեղ շատ գեղեցիկ ներկայացվում է լավը վատը, չհաշված նրան, որ իմ երեխան արդեն հասցնում է նայել հին հայկական բոլոր կինոները։ Այսինքն մենք դա ավարտել ենք, անցել ենք մեկ ուրիշ կոնտենտի։ Դեռահասական կինոներ, այնտեղ չգիտեմ, հա, լավը վատը, ու թույլ եմ տալիս, որ ինքը վերլուծի, լավներ, վատներ, արարքները, ինքն է վերլուծում այդ ամեն ինչը։ Դա այնքան գեղեցիկ process է, երբ դու տեսնում ես, թե միգուցե ես իմ աղջկա կյանքը այս պահին բարդացնում եմ այնքանով, որ ինքն էլ այլնելու նույնքան չհասկացված հասարակության կողմից, ինչքան որ ես, որովհետև ինքը տարբերվում է իր շրջապատից։ Ու նաև այն բոլոր 10 երեխաները, ովքեր որ սովորում 9 երեխաները ինքն էլ հետը 10, սովորում են այդ դպրոցում, իրենք էլ են տարբերվում այդ շրջապատից։ Այս փողոցում խաղացող շրջապատից տարբերվում են, այսինքն վերցնենք այնտեղի 30-40 հոգու ու այս 10 հոգուն օրինակ Բայց այդ որոնք լրիվ այլ երևի պետք է автономակարգով չէ։ են ներկայանում։ Նայ, բնությունը թույլ է տվել, որ այդ տեսակը դեռևս գոյապահպանվի, այսինքն ինչքան է վերացնում են, չգիտեմ, եղերն են անում, ցեղասպանում են, հատուկ ինչ-որ ինտելեկտուալներին, մտավորականներին տանում են, սպանում են եւ այլ նմանաբաներ, ամեն դեպքում էլի ու էլի արտադրվում այս տեսակը հասարակության մեջ։ Հիմա ես էլ դու էլ օրինակ գիտենք, չէ՞, մենք ինչքան զրկանքների ենք հանդիպում մեր կոպիտ ասած պրինցիպների կամ սկզբունքների պատճառներով։ Ինչքան բանից ենք մենք հրաժարվում, որը մեր կյանքի որակը լավ վեր կհաներ, չգիտեմ, լիքը գլխացավանքից ինչ էր, կազատ էր, որովհետև մենք ունենք սկզբունք։ Գլխացավանքը, բայց մենք դա անում ենք, չէ՞։ Ինչի ենք անում։ Ոչ ոք մեզ չի Որովհետև ես այդ ստիպում։ տարբերակ չգիտեմ։ Հա, ուրիշ ապրիլիվ չգիտենք ճիշտ է։ Որովհետև ես չեմ կարող լինել դեպի, չեմ ուզում լինել դեպի, որովհետև ես այդ համակարգի կրողը չեմ, ես չեմ ուզում, որ իմ սերունդը լինի դեբիլ, հարմարվող ու պարզապես ռեսուրս, ում կսպառեն։ Հա, այսինքն անկախ էս ամեն զրկանքներից, որ կրում ենք, իսկ մենք դրանք պարբերաբար կրում ենք, թե անձնական կյանքում ու սոցիալական միջավայրում, թե աշխատանքային կյանքում, տարբեր տեղերում, կարող է հենց հիմա չէ եւ այլն, բայց կյանքի տարբեր փուլերում ինչ որ զրկանքներ ենք էլի կրում մեր այսպես այս տեսակի լինելու համար, համակարգի տակ ճկվող չլինելու համար։ Այսինքն ամեն դեպքում սա գոյապահպանման ձև է։ Որովհետև մենք այդպես, օրինակ ես, օրինակ դու այսպես ենք գոյապահպանվում, մեր ինքնությունը այսպես ենք պաշտպանում։ Ինչ որ մի բանից կարող ենք մեզ զրկել, բայց օրինակ ազատ արտահայտվելու իրավունքը պետք է պահպանենք, այդ մեզ համար առաջնահերթություն է։ Հետևաբար մենք քաղաքակրթությանն էլ ենք պետք, չէ՞։
ու գուցե անհրաժեշտ է այս տեսակի անհատների վրա կենտրոնանալ, օրինակ, եթե իրոք ուզում ենք մենք գոյություն ունենանք որպես Հիմա ա, վերջը որոշեցին ազգ, փակեն արտասահմանյան գրականության ամբիոն։ չեմ անում է մի խորքով է դե հետո ճիշտ ենք, գնանք ինչ ա լինում։ Ես իրականում մտածում եմ, որ եթե լինի հնարավորություն, ես երևի իմ թեկնածուականը շարունակեմ, որովհետև մենակ խոսելով չի էլի, պետք է երևի գործել, ու եթե իմ այդպես կրթօջախում ընկել են մարդիկ վատ վիճակի մեջ, դες օրինակ դու էլ ես, չէ, հիմա թեկնածուական Հարց կան, բայց այս կոնտենտից դուրս էլի մեր այս բանից դուրս մի հատ ուրիշ հարց կամ քեզ։ Իսկ ես կարող եմ իմ թեկնածուականը վերցնեմ ու նորից գնամ բան տամ, արտգրակի ամբիոն տամ։ լսի չգիտեմ, բայց ինձ թվում է, որ դու անում ես թեկնածուականը, արդեն իսկ լավ է, դու արդեն իսկ գրականագետ Ես ես, ակադեմիայում եմ։ հա ինչ անեմ։ Ես ուզում եմ պետհամալսարանում լինեմ օրինակ։ Բզիկա չի բռնել պրինցիպը բռնել։ Հիմա նայ, ասենք ես բռնել գնացել եմ հոգեբան եմ դարձել, չէ՞։ Հիմա կարամ չէ գնամ որոշեմ, որ թեկնածուականը հոգեբանությունից անեմ, կոզերներ հավաքեմ, կոպիտ ասած։ Կամ ասենք աշխատանքս forex trading-ի հետ է կապված, գնամ այդ անեմ, կարողանամ կյանքս ապահով ապրեմ, բայց չգիտեմ ինչի ես դեպքից հետո որոշեցի, որ ճիշտը իմ ամբիոնակիցների կողքին լինելն է։ Ասեմ ինչի է այդ այդպես։ Որովհետև իրականում ես էլ դու էլ մենք գիտենք, որ ուզում ես ակադեմիայում ավարտի, ուզում ես ԵՊՀ-ում ավարտի, իրականում ինչ էլ ավարտես, դու այդ մասնակցությամբ չես աշխատել, փող չես աշխատել, ախորպես։ Որովհետև ես հիմա շատ լավ, ճիշտը շատ լավ վարձատրվում եմ այլ ոլորտում, բայց մեկը ես սիրում եմ այն, ինչով որ ես զբաղվում եմ, ես սիրում եմ, խնդրեմ, սիրում եմ, արա ամպերը, սիրում եմ, այնա Հովհաննես Թումանյանի հեքիաթների գիրքներ ա կողքս դրած։ Սիրում ոնց կարաս դու Հովհաննես Թումանյանի առաջ չխոնարհվես խոսքի օրինակ, լավ, դե չի կարելի տենց էլի։ Ես էլ եմ Սիրում սիրում, եմ սա վարդալի սիրելն է։ ինքնին։ Մեկ են բաներից Սա եկեմ, որ սերն է, ինչ անում այդ սերն է անում։ Չգիտեմ, կյանքում սերը լավ բան է, թե վատ բան է, բայց արի գնանք սիրով քնենք։ գնացեք։ Պակա կյանքս